Ուզում ես հետո գնանք ԶԱԳՍ բաժանվենք, բայց ես այս ֆրազը ասել եմ։ Շատ սխալ է։ Սխալ չի, սկզբում այդպես էիր դու։ Ես դրա համար քեզ ուզեցի։ Կարելի է ասել զոհողություններ եք արել ի սկզբանե ու շատ ջանքեր եք ներդրել, որպեսզի հայտնվեք Հասմիկի կողքին։ Ես հիմա հասկանում եմ դու ինչ արիր։ Ինքը ինձ ժամանակ չի տվել ես մտածեմ, որտեվ երբ որ մտածեիր ինչ էիր անելու։ Ես ասեի, չէ, ես չեմ ամուսնանում քո հետ։ Ինչու՞։ Վախենում էի ես արդեն։ Չէ, մի րոպե, մի ծիծաղա։ Ես զանգում եմ, քանի որ ես կրնամ փամ ասել, բայց ես չեմ ուզեր որ մաշկիդ կարմիր գտարնա։ Օ։ 18 տարեկան է, հոգիս դեսլոհով վագը դեսա։ Հայրս ասի, եթե ես այս ակցիա կհանդիպեմ կյանքիս մեջ կամ ուստանամ։ Ձեր մտքի իրականությունը եւ այն իրականությունը, որը գտաք, նույնն էին, թե չէ։ Ինչ որ գբատկրացնեի եղավ։ Միջև հիմա ես քո ուզածն եմ։ Ամեն օր ինչ կանեմ։ Անընդհատ քեզի կգրկեմ, կբաչեմ քեզ։ Ինքը գեր ռոմանտիկ տղա է։ Եթե ես քեզի չէի սիրեր մինչև հիմա այդ բան չի կրնա ալալ։ Ես ավելին քան արժանի եմ, որ ինձ տենց սիրեն։ Թողնել կյանքը այնտեղ ու գալ Հայաստան, ենթադրում եմ, որ բարդ որոշում էր։ 2 շաբաթ շփվեցինք, 2 ամիս հետո ինքը եկավ Հայաստան, վաճառած տունը, մեքենան։ Ես նույնիսկ վերջում վախենում եմ, ասում եմ մի արի։ Ինքը տունը հիշում ես։ Ինչպես կմոռնամ։ Այդպես վատն է։ Գործից դուրս է եկել։ Ես իրեն Skype-ով ասում շան, չէ, դու ուրիշ մշակույթի տղա ես, ես չէ, մի արի։ Հայրս ինձ շատ լավ էր արդեն ճանաչում։ Ասեց տղա ջան, դու պատրաստ ես Հասմիկ Կարապետյանի եւ շեշտեց դա։ Ամուսինը լինես։ Նայեց ինձ այդ այո։ Բայց այդ պահին պատկերացնում եք Հասմիկ Կարապետյանի բարդությունները։ Չեմ գիտեր։ Այսքան չէր պատկերացնում։ Այդքան շատ չէ, բայց ես չէի վախենար։ Աստղային հիվանդություն մի վայրկյան անգամ ես դա չեմ ունեցել։ Եփե։ Երբ որ ես Հասմիկին ասացի, որ ուզում եմ զույգով հրավիրել, ասաց հնարավոր չի։ Ամուսինս է, չէ, բայց ես չէի պատկերացնում ինքը այսքան կբացվի։ Դու դա արեցիր Ամալիա ջան։ Այնքան հեշտ է Շանթի ընտանիքի հետ մեր ավանդական սկեսուրներից եւ սկեսրարներից հետո ունեցել եմ շատ վաղուց այդպիսի փորձ իմ կյանքում, երբ որ ամեն հարցը պիտի իրանց հետ քննարկվի։ Երբ որ ես շփվեցի ծնողներիդ հետ, ասեցի, ահա, ես հիմա հասկացա ինչի հենց Շանթը։ Հասկացա, որ իր այդ շատ դժվար է ինձ լինելու։ Ու իրոք շատ դժվար էր, շատ բախումներ ենք ունեցել, ընդհուպ միջև են, որ ես ասում եմ Տեր Աստված, մենք կապ չունենք իրար հետ։ Ասեմ ճիշտը, երևի մի 2-3 տարի է, ինչ մենք հանդարտվել ենք։ Ես այդպես էի կարծում, որ ինքը ուզում է ինքնահաստատվել ինձ վրա։ Ակցիաները իրենց անցյալ կյանքը անընդհատ կհիշեն։ Իմ մեջքին կան հարվածներ դանակներից։ Կար իմ կյանքում մի պահ, որ ես չէի ուզում ապրել։ Մի հատ sense stop կադր էր, ու ես չգիտեի ես ոնց եմ հետո ապրելու։ Դու ունես խնդիր, որ երբեմն գուցե ավելի շատ կենտրոնանում ես բացի, քան եղածի վրա։ Ընտանիքս չի լցրել այդ բացը։ Իմ մոտ հոգուսով էր սկսվել, երբ որ ես բեմ դուրս չէի գալիս։ Այդ կինը այդպես թողեց ինձ այդ հետքը։ Ասենք ով եմ ես, որ ես մաքրեմ այդ կնոջ հոգին, ով եմ։ Փոքրիկ շնորհն եմ երգեր եմ գրում, երգում եմ, ձայնագրում եմ։ Ճիշտ եմ անում, որ չեմ հրաժարվում։ Թեկուս անուն ընտանիքի։ Երբ դու ստացար տարվա լավագույն երգչուհի, դա ըստ էության լիարժեք ոչ քո, ոչ Էմիի մրցանակը դարձավ։ Ես ինձ վատ էի զգում, Ամալիա ջան, որ այդ մրցանակը ինձ էլ են տվել։ Իմ ինքնագնահատականը այնքան ցածր էր այն ժամանակ։ Վայ, բան ինչի ինձ տվեցին, ես կանգնած բոլորի առաջ անկախ ինձանից արդարանում էի։ Ես կցանկանայի կամ Էմին ստանա, կամ ես։ Կար որոշակի լարվածություն, թեկուզ հեռակա, ու դու իմանում ես, որ դու եւ Էմին պետք է մեկնեք համատեղ շրջագայության, պետք է ապրեք նույն տանը։ Այո, ես եւ Էմին մնացինք մենակ այնտեղ, առանց այդ մրցանակաբաշխության։ Այդ շրջագայությունը այսպես հաշտեց մեզ լիարժեք, եւ մենք ուրիշ լրիվ հարաբերության մեջ մտերիմ եկանք Հայաստան։ Life-room-ի գործընկերներն են Seven Star Spa կենտրոնը, Implantum ստամատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան, Ital Solar ընկերությունը։
սերը բուժեց։ Լայֆրումի սեր շարքում այսօր Հասմիկ Կարապետյանն ու ամուսինը Շանթ Գրմիզյանն են, ողջույն։ Ողջույն։ Հաղորդման խորագիրը ու սերը բուժեց, կարծում եմ, ինձ համար այնքան սիրուն է ամեն անգամ նշում եմ, որովհետև երևի թե կյանքի շարժիչ ուժերից մեկը հենց սերն է։ Դուք իրար հանդիպելով ինչպես բուժեցիք իրար ու ինչպես փոխեցիք իրար կյանք։ Ես սկսեմ թե Շանթը։ Ես չեմ մտածել հենց այդ ժամանակահատվածում, այ Շանթը հայտնվեց իմ կյանքում, ծանոթացանք, սկզբնական շփումը վիրտուալ էր, հետո անցանք ռեալ շփմանը։ Ես այդ ժամանակ չեմ մտածել, այ էս ինչու եկավ իմ կյանք, կամ ես կարծում եմ ես արդեն բուժված էի, որովհետև բավականին երկար ճանապարհ էի անցել արդեն ինքնուրույն եւ եղել էին իմ կյանքում այդ հողի վրա անհաջողություններ, միգուցե թվացial պարտություններ, որոնք որ հետո ես հասկացա, որ դրանք ինձ ի վերուս տրված հաղթանակներ էին, ինքս ինձ ձևավորելու համար իմ անձը։ Դրա համար չեմ մտածել, սիրելի Ամալա, պարզապես կասեմ, որ մեր պատմությունը, եթե բնութագրեմ, մի քիչ միստիկ բնութագիր կտա, ինչու, որովհետև այստեղ անհնարին մի բան դարձավ հնարավոր։ Երկու տարբեր երկրներում ծնված, հեռավոր իրարից երկրներում ծնված մարդիկ մեծացած այդ միջավայրերում ունենալով շատ տարբեր կյանքի ուղիներ եւ մասնագիտություններ, ինչու՞ չէ, հանկարծ հանդիպում են, բայց այստեղ ամփոփելով կասեմ, որ հիմա որ այս հետադարձ հայացք եմ գցում, ինձ թվում է Շանթը այնքան է ցանկացել, որ դա լինի, որովհետեւ հիմա դու ինքդ կասես 13 տարեկանից ինձ հավանել է։ Ոչ 13։ Լավ, մի քիչ մեծ։ Ես 17 թե 18 տարեկան էի, որ Հարկ շատ էր Աստված, որ 17։ Հայրս ասի, եթե ես այս ակցիը կհանդիպեմ կյանքիս մեջ կամ ուստանամ։ Ու ես հոգիս դեսլոհով վագը դեսա, ու ասի, որ հա, այս ակցիը լավ է։ Էս է։ Ու 2012-ից սկսեցինք խոսել։ 13-ին ես արդեն Հայաստանի մեջ էի։ Բայց ինչպես սկսեցիք խոսել։ Քանի որ մեր ընկերը օգնեց ընդհանուր շատ հարազատ ընկեր։ դերհովը մենք ծանոթ ենք արդեն ինձ ասա որ հասմիկը քունը գարը դեսա ու ասա որ լավ ես ասե օքեյ լավ Իրոք է ո՞նց է ներկայացրել ոչ սկզբում Հարութը ես Հարութի բատնությունը կբատնեմ Չէ դու կրճատեցիր ամեն ինչ Հարութը գնացել էր Կանադա չէ մեկնել էր համերգների Սիլվա Հակոբյանի հետ Եվ դու իմացել էիր, որ նա պիտի գա Կանադա, Տորոնտո, դու մեքենայով այդքան մի 2.5 ժամ մեքենայով եկել էր հատուկ Հարութի հետ ծանոթանալու եւ այնտեղ եք մենք արդեն երաժշտությամբ կխոսենք ինտերնետով։ Քանի որ ես ու Հարութը երկուսն էլ մենք էլեկտրոնական երաժշտությամբ production կանենք, DJ կանենք, դոր համար մենք դարիներով կխոսենք արդեն ինտերնետով։ Եվ Շանթը շատ ճիշտ ուղեղն աշխատել է, թե ոնց կարելի է ինձ ավելի մոտենալ։ Այդ բան կար։ Մի խոսքով իրենք այնտեղ հանդիպում են, ծանոթանում են եւ այսպես կարճ պատմելով։ Նպատակը քեզ հետ ծանոթանալն էր։ Հիմնական, այո, եւ Հարութն ասեց, որ այսպես, խնդրում եմ, ես ծանոթացել եմ ռեալում, գիտեմ, որ դու ոչ մի երկրպագուի նամակներին, դե այն ժամանակ մի տեսակ ես ուրիշ այլ աչքերով էի նայում, ես ուշադրություն չէի դարձնում եւ չէի պատասխանում, որ ինձ գրում էին։ Դժվար է պատկերացնել, որ երկրպագուների մեջ կարող է ամուսին գտնել։ Երբեք չէի մտածի, երբեք։ Կմտածեր որ խենթ էի, քանի որ ես նկարներս ունեի Burning Man Festival-ը։ Իմիջիալով Շանթը մասնակցել է Burning Man Festival-ին, որին մեր իրականության մեջ արվեստից միայն Իվետա Մուկուչյանն է մասնակցել, այդ շատ հետաքրքիր sense ֆեստիվալ է։ Իրենք կառուցում են ինչ-որ շատ հետաքրքիր բան, հետո վառում են այդ ամեն ինչը։ Իքս են շատ օզոտ ապրելակերպի տղա էր, ես որ առաջին անգամ որ դեռ Հովան ինձ ասեց մտի մի հատ նայի, ես վախեցա ասած, որովհետև Հայաստանում ծնված մեծացած աղջիկը համար մի քիչ շատ է էլի այդ ազատությունը հիմա ես դա կհասկանայի այ այս տարիքում այս ճանապարհն անցած եւ շփվելով արտերկրներ գնալ բայց ես այն ժամանակ այդքան ասեցի Հարութ բայց ոնց ես վախեցել էի էլի այդ ազատությունից ու հիմա ես այդքան չեմ սիրել այդ ազատությունը հիմա փոխվել ենք ես դա եմ ուզում հասկանալ որովհետեւ ես ավելի շատ կպատկերացնեի հակառակը քան այնինչ պատմեցիք Շանթը մի շատ լավ բան կատարվեց իր հետ, ինքը միշտ այդ խոսքը ասում է, ես այդ խոսքը շատ թանկ եմ գնահատում, ասում է քո կողքին ես ավելի լավը դարձա։ Եվ անցյալում, չէ, ինչ որ բաներ, որ ինքը արել է կամ ինչ որ
մարդիկ ում հետ շփվել է, ասում է ես էլ չեմ կարող այդ մարդկանց հետ շփվել։ Ճիշտ է։ Ինչ լավ է, որ ես եկա Հայաստան, մենք ապրեցինք միասին, ասում է, այստեղ ամեն ինչ շատ ավելի լավ է։ Ոչ ամեն ինչ։ Դե բնականաբար։ Բայց միշտ conservative մարդ է, միշտ քրիստոնյա է, բայց այս քանի տարիների մեջ ավելի դարձա քրիստոնյա եւ conservative։ Այդ լիբերալ ազատությունը գնաց երկրորդ լավ։ Շատ հերու։ Կարելի է որ քանի որ ամուսնացած եմ, կարելի է քանի որ մենք երկու հատ մանուկ ունենք հիմա ու աշխարհը լրիվ ուրիշ մանուկ են ասում։ Գտեսնեմ քան առաջ, որովհետև այդ վտանգները շատ լավ հասկանամ հիմա։ Այդ ժամին որ ազատ ես ընտանիք չունիս, վտանգները չես տեսնում։ Ասում չէ, ազատ եմ, ոչ մի խնդիր չի կա, բայց երբ որ կմեծանաս, գխլոխանաս, կասկնաս որ այդ կյանքը լավ չի։ Եթե դու հիմա դու չես մտածում միայն քո մասին, դու մտածում ես, որ քեզ հետ էլ ինչ-որ վատ բան չպատահի, որ դու երեխաներիդ կողքին լինես, դա շատ կարևոր է։ Ընդհանրապես իմ մասին չեմ մտածել այդ։ Լուրջ, ես քեշ բան ասում, բայց ոչ։ Չէ, իմ ընտանիքիս մասին կմտածեմ ավելի շատ։ Իհարկե յուրաքանչյուր մարդ ունի էգոիզմի որոշակի չափաբաժին, դա նորմալ է, բայց բնականաբար երեխաների ծնունդից հետո այդ երևի թե ծնողական են մոտեցումն է, որը միայն դառնալուց հետո ես զգում։ Այո։ Life-room-ի գործընկեր Seven Stars Spa կենտրոնի կողմից ձեզ նվեր քարտեր կարող եք օգտվել։ Seven Stars-ը Հայաստանի առաջատար սպա կենտրոններից մեկն է, գործում է Reebok սպորտային ակումբինքից, եվրոպական տարբեր բրենդերի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, մասնագետները բացառապես բժիշկ կոսմետոլոգներ են, որոնք հաճախ վերապատրաստվում են նաև Եվրոպայում, այնպես որ կարող եք գնալ եւ օգտվել ձեր նվեր քարտերից։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ ենք Ամալիա ջան։ Սիրով։ Պրեսոթերապիա։ Դուք կշտապեք Seven Stars Spa կենտրոն, երբ իմանաք, թե ինչ խնդիր է լուծում այն։ Իսկ լուծումը իրականում բազմազան է։ Մեկի դեպքում լուծում է ավելի սլացիկ ոտքեր ունենալու, հարթ որովայնի կամ թևերի կախվածության դեմ պայքարի հարցը, մյուսի դեպքում լուծում է առողջական խնդիր։ Նաև հրաշալի միջոց է հոդային խնդիրներից, լիմֆատիկ հանգույցների խցանումներից ազատվելու համար։ Պրեսոթերապիան ապարատային մերսում է, որը կատարվում է օդի սեղման միջոցով։ Սարքն ունի տարատեսակ հատուկ ծրագրեր, որոնք ուղղված են տարբեր խնդիրների լուծման համար, ինչպիսիք են ցելյուլիտը, մաշկի թուլությունը, հոդային խնդիրները, լիմֆատիկ հանգույցների խցանումները, ինչպես նաև այն կիրառվում է տրավմաներից, հետվիրահատական միջամտություններից հետո։ Այն համարվում է ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրա, որի ժամանակ կատարվում է եւ էսթետիկ լուծում եւ կատարվում է վերականգնողական խնդիրների լուծում։ Պրեսոթերապիայի մեկ այցը փոխարինում է մի քանի մանուալ թերապիաների այցը կամ մարզասրահում մի քանի մարզումը։ Այն ակտիվացնում է արյան շրջանառությունը եւ նյութափոխանակության գործընթացները։ Բոլոր հյուսվածքները եւ օրգանները հարստանում են թթվածնային սննդանյութերով։ Կարևորագույն գործառույթները վերականգնվում են, տեղի ունենում օրգանիզմի ընդհանուր բարելավում։ Օրգանիզմից հեռացվում են ավելորդ հեղուկը եւ տոքսինները։ Այն իդեալական է նաեւ նստակյաց, անառողջ կենսակերպ վարող եւ ավելորդ քաշի խնդիր ունեցող անձանց համար։ Պրեսոթերապիայի միջոցով կարող ենք պայքարել թևերի մաշկի կախվածության դեմ, կարող ենք ունենալ ավելի ձիգ եւ հարթ որովայն եւ սլացիկ ոտքեր։ Պրոցեդուրան նպաստում է եւ նիհարեցմանը եւ ձգմանը, քանի որ ինքը հեռացնում է ավելորդ հեղուկը, պայքարում է ցելյուլիտի դեմ, կատարում է մարմնի կորեկցիա եւ նպաստում է նյութափոխանակության լավացմանը։ Սարքը լուծումներ է տալիս ոչ միայն էսթետիկ առումով, քանի որ մեկի դեպքում խնդիր է ունենալ սլացիկ ոտքեր, իսկ մեկ այլ մարդու դեպքում վարիկոզից հետո առաջացած այտուցների եւ ցավերի դեմ պայքարն է։ Իսկ սարքի առավելություններից հենց մեկը դա է, որ պայքարում է այդ խնդիրների դեմ։ Պրոցեդուրայից հետո վերականգնողական շրջան եւ որևէ սահմանափակում չկա։ Արդյունքի հասնելու համար միջինում պահանջվում է 6-ից 8 այցելություն։ Մեկ այցի արժեքը 15000 դրամ է, իսկ եթե ձեռք են բերում փաթեթ տարբերակի դեպքում 10 այցը արժի 100,000 դրամ։ Ինչպես հասկացանք, պրեսոթերապիան ունի ոչ միայն էսթետիկ, այլև բուժական նշանակություն։ Seven Stars Spa կենտրոնում աշխատում են բացառապես բժիշկ մասնագետներ, քանի որ այստեղ յուրաքանչյուր պրոցեդուրա իրականացնելիս առաջնային տեղում մարդու առողջությունն է։ Կխոսեք այն մասին, ինչ վտանգներից սկսեցիք ավելի հեռու մնալ։ Party կյանքը, այդ վտանգը, որ միշտ դուրս ես գնում, միշտ 7-7 գիշեր գնում էին ընկերներով քեֆեր անում։ Իբիցա գերտաս, չեմ գիտեր ուր գերտաս։ Երբ որ երիտասարդ ես հասկանալի է, բայց Բնական է։ Բայց ես կսեմ երիտասարդները, որ եթե ավելի խլոք կմնան,
այդ տարիքներին հերու բդի լան, որովհետև երբ կմեծնան, կասեմ որ վայ ինչքան ժամանակ գործուցի այդ ամեն ինչի մեջ, ավելի լավ աշխատեի, գսորվեի, ավելի շուտ գամուսնայի, ավելի շուտ երեխաներ գունենայի, բայց ես աբուշ բաներ կանեի։ Ես իմ ժամանակս կգործեցնեմ։ Դա էլ է պետք։ Ճանապարհները շատ տարբեր են ու երբեմն մարդիկ, որոնք երիտասարդության տարիքում դա չեն անում, ընտանիք ունենալուց հետո են անում, ինչը շատ ավելի վատ է։ Հաստատ, այդ բան կա, բայց իմ կարծիքով ինձի համար կխոսեմ, ինձի համար, քանի որ ես գիտեմ, որ Հիսուս ունի իմ կողքս, եթե այդքան ուժեղ կհավատայի դարիներ առաջ, մինչև հիմա կհասկանայի, որ այդ ամեն ինչը սխալ է։ Okay, մեկ դուրս կերտաս։ Եղել որ հիմա ասում է, որ օրինակ այս չի անի։ Եթե այս խելքից լինեի, այս չի անի։ Այո, եւ okay, լավ, մեկ դուրս կերտաս ընկերներդ հետ, գորախանաս, բայց ոչ ամեն օր, ոչ շատ ուժեղ, դա աբուշություն է ինձ համար։ Եվ հետո արդեն գիտեք ինչ տարիքի հետ այդքան ուժ եւ էներգիա էլ չի մնում։ Իհարկե Ամեն օր ոչ։ գնալու։ Եվ երկու հատ մանուկով։ Ամալա ջան, իրականում ես կարծում եմ, որ յուրաքանչյուր թե տղամարդ, թե կին, նու այս դեպքում տղամարդիկ ավելին, որտեվ իրենց սերը դա իրենց թույլ է տալիս, պետք է մինչ ամուսնությունը որոշակի կյանքի միջով անցնեն, մարդկանց ճանաչեն։ Կանանց դեպքում էլ պետք չի, որ իրենք այսպես ուսակրոն ապրեն եւ հետո ամուսնանան։ Կանայք էլ պիտի շփվեն տղամարդկանց հետ, ճանաչելու համար այդ էությունը, թե տղամարդը ինչ էություն ունի առհասարակ եւ որ տղամարդն է Իրանը։ Դա շատ կարեւոր է, երբ որ մենք շատ երիտասարդ ենք, մենք դեռ չգիտենք, մենք կայացած չենք որպես կին։ Մենք դեռ այդ ճանապարհը անցած չենք, օրինակ եթե ես հիշում եմ ինձ 22 տարեկանում կամ 18 կամ նույնիսկ 25, նույնիսկ 30, ես դեռ չգիտեի։ Լավ, իմ տեսակը որն է տղամարդու, որի հետ ես ինձ այսպես լիարժեք կզգամ ես։ Ինձ մոտ դա եղավ շատ ուշ, երբ որ դու համոզվեցիր դրանում, բայց դրա համար եմ ասում պետք է շփումը, դա վատ բան չէ, ես խոսում նորմալ շփումների մասին եւ այն թույլատրելի գծերի մեջ։ Իսկ տղամարդկանց դեպքում օրինակ ինքը որ ասում է, ես այս չանեի, ինչ անեի, ես ասում եմ, ինչ լավ է, որ դու այդ արել ես, ինչ լավ է, որ դու այդ ճանապարհն անցել ես, քո եւ աչքն է կուշտ, եւ ամեն ինչը է կուշտ, եւ դու այսօր ունես մի գաղափար քո կյանքում, ընտանիք, երեխաներ եւ անել ամեն ինչ այդ ընտանիքի համար։ Ասիկ համար մեր մեծ տարբերությունը, որովհետեւ ես այդպես չես այս նոր սերերու հավասարությունը չեմ ընդուներ։ Ես հավասարության մասին չէի այդքան խոսում, բայց ասա։ Որ աղջիկները շատ տղաների հետ պիտի շփվեն։ Չեմ ասում ամեն օր մի հոգու հետ։ Այդ բան չեմ ընդուներ, եւ որ ես մեր դաթևի մասին կմտածեմ։ Որտեվ արդեն աղջիկն լավ ամեն ինչ։ Ու քանի որ ես գիտեմ տղաները ինչպես կրնան ըլալ։ Այո, այն վատ կողմերը։ Այո, ես շատ լավ կհասնամ ու կհավատամ, որ օքեյ, լավ, աղջիկները տղաներու հետ կշփվեն։ Ոչինչ։ Սովորական բան է, բայց ոչ շատ։ Այսօրվան երիտասարդները ինչքան ազատ են եւ Հայաստանի մեջ եւ Ամերիկայի մեջ, որ ընդհանրապես լավ բան չէ ադիգա։ Ես կարծում եմ ընտանիքից է գալիս, թե քո երեխան ինչ ազատություն ունի։ Կարելի է, իհարկե, բայց քանի որ ես թակավորի պես կկարողանամ ամեն ինչը, ես հույսով եմ, որ իմ Ես գիտեք ինչ եմ ասում, օքեյ, արի չամուսնացնենք Տաթևին, թող միջև պես մեր հետ ապրի, տեսնեմ գող կլինես։ Թող այդ տղան մեր տուն կա, մենք ոչինչ կստեղծենք այդ պայմանները, միշտ որ խոսում ենք, ասում իմ աչքի առաջ, թող հարց չկա, բայց այդ տղան թող մեր տուն գա։ Այսենց բաներ ենք խոսում։ Շատ զարմանալի է, որ արտերկրում ծնված, մեծացած տղամարդը ունի այսպիսի մտածողություն, որովհետև մեր մեջ գոնե մտածը, որ արտերկրում շատ ավելի ազատ մտածողություն ունեն։ Շատ սխալ է։ Սխալ չի, սկզբում այդպես էիր դու։ Ես դրա համար քեզ ուզեցի։ Չէ, նայ, ես Սկսվեց ասեցի, չէ։ Ես Խոյ խեցգետին մարտահրավեր։ Քեզի համար ազատ է, քանի որ ես ասի քեզի որ ես կուզեմ որ դու գերքես։ Ես խնդիր չունիմ, բայց ուրիշ հարցերով ես այդքան ազատ չէի։ Հայաստանն էլ նպաստեց դրան։ Ինքը հիմա դա չի ասի, բայց ես կբարձրաձայնեմ եւ այդ իրավունքն ինձ վերապահում եմ, որովհետեւ ես կողքիդ եմ եղել 2013 թվականից մինչ օրս, մոտ 10 տարի, միանշանակ այս երկրում դու անկախ քեզանից տեսար բաներ, որ քեզ ավելի դուր եկավ։
Նույնիսկ եթե մտածում էիր շատ ազատ, բայց ինքը զգաց, որ սա է ճիշտը, որտեվ ստեղ մի հատ ճիշտ իմաստալից ճիշտ սահմաններ կան, որոնք որ նպաստում են մարդկային իմաստության, այսպես վերելքին եւ ոչ թե հակառակը։ Իրականում ազատությունը եւ հրաշալի բան է եւ կարող է կործանել, եթե դու չգիտես ինչպես վարվել ազատության հետ։ Դրա համար ես հասկանում եմ նաեւ թե ինչ մտավախությունների մասն է խոսում Շանթը, առավել եւս երբ աշխարհը գնում է այնպիսի ուղղությամբ, երբ գլուխդ պտտվում է ու չես հասկանում ինչ է լինելու այս ամեն ինչի վերջը։ Հիմա մենք այդ этаպում ենք, այո։ Ու երբ ունես երեխաներ, շատ ավելի բարդ է, որովհետեւ դաստիարակության պատասխանատվություն։ Այնպես անել, որպեսզի երեխատ կոմպլեքսներ չունենա, միաժամանակ այնպես անել, որպեսզի ազատությունը չափից ավելի եւ կործանարար չլինի։ Իրականում այնքան գրականություն կա ծնողավարության մասին, բայց պրակտիկայում շատ ավելի բարդ է։ Ինչևիցե մենք լավատես ենք, օրինակ ես վերջին տարիներին, այս շատ ստրեսային տարիներին, ինձ համար կոնկրետ այդպես էր։ Ես իմ մեջ մի բան դաստիարակեցի, որ ասում է ավարտված լավատեսուհի եմ ես միևնույն է լավն եմ մտածում եւ երբ այդ տագնապալի մտքերը գալիս են իմ երեխաների հետ կապված, այ ինչ կլինի, հա, ապագայի հետ կապված, ես ասում Հասմիկ, ամեն ինչ լավ կլինի, որովհետեւ եթե քո գեները սրանք են, քեզանից այդպես սարսափելի եւ ահարկու ինչ-որ բաներ քո երեխաների հետ չի կարող կատարվել, հա, այդ որ ծնողի մտավախությունը, այ այս քամիների տակ կանգնի, այդ օրինակ այդ հարցը ես ինձ շատ եմ ես վերջերս տալի, այդ ազատության մասին որ խոսեցինք, ասում եմ միևնույնն է, չի լինի, դրան էլ ելք կա։ Դու կարող ես խոսելով, հասկացնելով, ինչ որ ձևերով միևնույն է քո երեխային յետ բերես այդ ամեն ինչից։ Շանտիսկ դուք ինչ ներքին կռիվներ ու ներքին հաշտություններ եք ունենում այս թեմայով։ Ես ավելի ավանդական մարդ եմ, քան Հասմիկը։ Ու ես գսիրեմ այդ հին ընտանեկան կյանքը, որ ամուսինը իհարկե գինի հետ կխոսի, եթե որոշում կա, չէ՞։ Բայց վերջին բարը իմն է։ Ու կներես, բայց ադոր համար կգրվենք, որովհետև ես այդպես եմ։ Բայց ինքը մտածում է, որ ինքը հեսօգություն ունի, թող հավատա այդ բան, բայց այդպես չէ։ Ես կասեի տարբեր են, այսինքն հարցեր կան, որտեղ դու ինքդ ասում ես հաս ինչ լավ է որ ես քեզ լսեցի որ այդպես արեցի հարցեր էլ կա ես իրեն չի կարելի ասել որ միշտ կյանք լավ չես լսում ես ասի որ մենք միշտ միասին պիտի խոսենք բայց եթե համաձայն չենք օրինակ հիմա վերջին բարը իմն է էդի հին խիստ ավանդական ավանդության ընտանիքը։ Դու ճիշտ ես մտածում, բայց ես օրինակ արդեն այդպես չեմ մտածում, որտեվ Ամալա ջան, ես ունեմ պատճառներ այդպես այլևս չմտածելու, որտեվ վերջին 10 ամյակի ընթացքում ոչ ոքի համար աննկատ չի մնացել այն փաստը, որ կանայք շատ ավելի սկսել են կրթվել, ինքնազարգացմամբ զբաղվել, կարդալ, աշխատել եւ մեկ կրթություն չէ, 2-3, այսինքն կանայք կան բոլոր այն հարթակներում, որտեղ որ առաջ տղամարդն էր միայն գուցե եւ տղամարդն ասում էր ձայնդ կտրիր, որովհետեւ դու գաղափար չունես այս ամենի մասին։ Բայց եթե արդեն ունես գաղափար, ինչպես ասում են, եւ ունես անցած ճանապարհ, որը որ եւ փորձ, ես ունեմ դա, որ փորձ, որը քեզ թույլ է տալիս ունենալ քո անձնական կարծիքը, երբեք չշփոթել նույնիսկ ամուսնուդ կարծիքի հետ եւ միջև վերջ մնալ քո կարծիքի, այդ իրամոտ խնդիրներ առաջացնում, բայց ես իրավ բացատրեմ, ասում Շանջան, դու դրա դրականն ես։ Այդ ստորացուցից չի, դա չի նվաստացնում, դա չի իջեցնում քեզ հակառակը։ Այն տղամարդ, որ ասում է դու ճիշտ ես, օրինակ մեր դեպքում Հաս ջան, հա, օրինակ այս հարցում դու ճիշտ ես։ Երկի ասում եմ։ Երկի, ինչ ելնումա գնում ենք դու երկի։ Բայց շատ կարևոր բան է սիր, Հասմիկ։ Ես տարբեր եմ մտածում։ Որովհետև հիմա ճիշտ է այդ ամեն ինչ կա որ գիները երկու հատ կրթության։ Այո, բայց եթե մենք ճիշտ կխոսենք ու աշխարհը ճիշտ գնայինք, մենք կհասկանանք որ հիմա ընտանիքները ավելի քեշ վիճակ ովեն Can dariner առաջ որ այդ հին ավանդության ձևով էին։ Հիմա գա որ գիները ավելի շատ կգենտրոնանան իրենց կորձի վրա, դանին դուրս կորձի, քան իրենց ընտանիքի վրա։
Գան ամուսինները այդ բաներ պիտի անեն, որ գիները պիտի անեն։ Ու իրենց մանուկները լավ չեն մեծնար։ Լրիվ ուրիշ ձևով կմեծնան դեպի քեշ ձևը, ոչ դեպի լավ։ Կամ մի թեթև, այսպես կործանիչ բան, գույն այս ամեն ինչի մեջ, որտեվ բնությունից այդպես է, չէ՞, տղամարդը, կինը այսպես է։ Բայց հիմա այսպես է, երբեմն նույնիսկ այսպես էլ է լինում։ Ընտանիքներ կան, որ կինն է կոնկրետ որոշում իրենց կյանքը։ Ինչ-ինչ պատճառներով, հանգամանքներից ելնելով, դա էլ մենք այդ բնական ճիշտ, հա, Աստծո տված այդ վիճակից ենք հեռացել, բայց մեղք չունենք։ Իրականում այստեղ մի նուրբ կետ կա, երբ հանդիպում են իրար երկու կայացած մարդիկ, բախումն անխուսափելի է, բայց շատ կարևոր է ճիշտ պահին սիրով լռելը ու սիրով զիջելը։ Այո։ Որովհետև երբ դու որևէ բան անում ես սիրով, այդտեղ արդեն շատ հարցեր լուծվում են ու կոնֆլիկտներն էլ, որոնք բնական են, շատ ավելի ուրիշ լուծում են ստանում։ Ես չեմ ուզում հանկարծ խոսել անհավասարության մասին, որովհետև ես ինքս կարևորում եմ բոլոր մարդկանց հավասարությունը, բայց տրենդային մտքեր կան, որոնք պատում են մեզ ու մենք մոռանում ենք դիմացի մարդկանց ընտանիքը առաջին տեղում պահելու, ընտանեկան հարաբերությունները խաղաղության մեջ պահելու մասին։ Այստեղ այս բեռը ավելի շատ դրված է կնոջ լռության, թե տղամարդու վրա։ Երկուսն էլ։ Ես դա իմ անձնական կարծիքն է, ոչ միտեղ չի գրված կամ ոչ ոք չի ասել եւ պարտադրել, որ միայն կնոջ սիրով խոհեմ լռությամբ է բոլոր հարցերը լուծում։ Ոչ, կինն էլ է մարդ, կինն էլ ունի իր սպասումներն ու ակնկալիքները այս կյանքում եւ ես օրինակ համաձայն չեմ, որ պիտի ես ամեն հարցում համաձայնվեմ իմ ամուսնու հետ։ Ոչ, որտեվ ես ինքս կներես մի բան մեջբերում Բայց ես համաձայն եմ։ Ինքը ինձ ընդունել է այնպեսին, ինչպեսին որ երբ որ ինքը եկավ իմ պապայից ձեռքս խնդրելու, երբ եկել էր, որ մենք մի հատ ռեալում ծանոթանանք, հետո հասկանանք ինքը կգա Հայաստան, թե ոչ։ Հայրս առաջին բանը գիտեք ինչ ասեց։ Նախ շատ հավանել էր Շանթին, որտեվ զգաց, որ Շանթն ունի մի շատ հետաքրքիր առավելություն, որը այս դարի տղամարդիկ շատ քչերն են։ Նա կատարյալ ազնիվ է։ Իր մեջ Աստծո, տեսեք, ասում եմ, եթե նույնիսկ ամուսինս չլիներ, բայց ճանաչեի այսչափ, ես կասեի այդ նախադասությունը իր մասին։ Աստված իր մեջ դրել է մի շատ հետաքրքիր, այսպես զիրնո, ցորենիկ ազնվության։ Ամենտեղ դա երևում է, այսինքն ինքը չի սիրում խաղալ, ինքը ինչ կա է նա, եւ ինքը միշտ հաղթում է դրանով։ Եվ հայրս նայեց զգաց էլի, որ ասենք իր աղջիկը արդեն բավականին կայացած կին, որը որ չի համաձայնվի ամեն մի կարծիքի հետ եւ սիրով չի լռի։ Նա հայրս ինձ շատ լավ էր արդեն ճանաչում։ Ասեց տղա ջան, ու որ զգում եմ մեղք գալիս է շատ, ասեց։ Պապաս էլ շատ կիրթ մարդ է, որ ինքն էլ ինձ միշտ ընկեր է առ այսօր, եղել է, կար եւ առ այսօր իմ ընկերն է, որի հետ ես իդեպ իմ անձնական թեմաներով իմ ամբողջ կյանքի ընթացքում կիսվել եմ պապայիս հետ, մամայիս հետ չէ։ Ասենք ինչ-որ խնջույքների ես եմ գնացել պապայիս հետ, ոչ թե մամաս։ Հասկացաք, այսպես ինչ-որ հետաքրքիր։ Եմ մտածել եք երբեք շատ բաց է։ Շատ հայրս լինելով Հայաստանում ծնված ավանդական ընտանիքում մեծացած մարդ, ինքը շատ այսպես լայն է մտածում, ճիշտ է մտածում։ Ինքը ասեց տղա ջան, դու պատրաստ ես Հասմիկ Կարապետյանի եւ շեշտեց դա, ամուսինը լինես։ Շանթը խղճը սենց նայեց, ոչ չասում ես մարդը ինձ ինքը իր այն որ ամերիկյան անգլերեն երևի տեքստերով ուղեղի մեջ what is going on բան ամեկե պապաս ինձ այց ես էլի եմ կրկնում Հասմիկ Կարապետյանի նայեց սենց այց այո Բայց այդ պահին պատկերացնում եք Հասմիկ Կարապետյանի բարդությունները Չեմ գիտեր Այսքան չէր պատկերացնում։ Այդքան շատ չէ, բայց ես չէի վախենար։ Կարևորը է դեր։ Ես չէի վախենար։ Ինքը հաղթեց դրանով, գիտես։ Եվ մի բան ասեմ, սկիզբին Հասմիկը ավելի ինչպես կպատմեմ որ Սինդրելի նման էր ավելի Հասմիկ Կարապետյան է, էլի, որտեվ տենց մարդիկ ինձ սիրում են, ես սեր էի ստանում ուշադրություն, բա ես
Սինդրելայի։ Օտի մեջ էր։ Բայց երբեք ժողովրդի մեջ նմանատիպ կարծիք ես չեմ լսել իմ մասին։ Դու միշտ Անմիջականությամբ ես տարբերվել։ Երբեք այդ star sickness եք դուք ասում աստղային հիվանդություն մի վարքյան անգամ ես դա չեմ ունեցել։ Երբեք։ Դե միգուցե տղամարդ։ Երբեք։ Երևի ամուսինների վրա ենք դաժան։ Իհասկա շատ դրական տենց։ Ինչպես հասկացանք ամուսինից զգացել է, իսկ ինչպես դա կոտրվեց։ Գոտրվի։ Այսինքն այդ իմ Սինդրելան ինքը ասма կոտրվեց, որ դա ասում։ Չի էլ կոտրվելու, շտապ եմ քեզ տխրեցնել, ավելի աշատանալու։ Ես դստահ եմ։ Բայց իրականում այնքան հեշտ է Շանթի ընտանիքի հետ, այս մասին չեմ կարող չխոսել, որտեղ մեր ավանդական սկեսուրներից եւ սկեսրարներից հետո ունեցել եմ շատ վաղուց այդպիսի փորձ իմ կյանքում, երբ որ ամեն հարցը պիտի իրանց հետ քննարկվի, ամեն մի շարժումը պետք է համաձայնեցվի։ Մեկ էլ դու սենց մի հատ, ասենք, սկեսուրս ինքը որ մենք Կանադայում գնացինք ես Շանթը եւ Տաթևը եւ սկեսուրս եկա որպեսզի այնտեղ սահմանի վրա հանդիպենք աշխատանք Շանթի այնտեղ էր մի 6 ամսով ենք չէ Մոտավորապես ինքը նույնիսկ իրեն թույլ չէր տալիս Տաթևիկը փոքրիկ բալիկ էր 1 տարեկան ինձ խորհուրդ տա թե ես ասենք այդ կաթիկների որ մեկը ընտրեմ ֆորմուլաների կերակրելու կամ օրինակ ես բայց այն որ զգում եմ ինքը չի սիրում որ ես այդ քաղցրը տալիս եմ իմ երեխային որտեվ իրանց մոտ այդ շատ հակա է բայց այն որ երբեք ասենք տակտի զգացողությունը այդ հանգիստ հարմար վիճակը որ դու կարող ես սկեսրարիդ հետ գնալ փապ Ճիշտ է Ես ամուսինս սկեսրարս նշանված ժամանակ որ դեռ բալիկ չնենք մենք ես Գրեգը Շանթը Գրեգ եմ ասում ես սկեսրարիս մեկ դեդ եմ ասում papa եմ ասում բայց գնում ենք այնքան լավ ժամանակ ենք անցկացնում որ հետո մտածում են որ ես հասմիկը այդ երկու տղաների հետ ինչ գործուններ ամեն ամուսիններ բայց այսպես շատ հավես էլի ես հիմա հասկանում եմ ինչու հենց Շանթը ու ինչի ես միստիկ պատմությունը որտեվ արի ու տես Ամալիա ջան ես դա չէի հասկացել դա Բայց արի ու տես, որ իմ տեսակի աղջկա, կնոջ, որը ունի սարսափելի հոգու ազատություն եւ չի պատրաստվում ոչ ոքի համար խաղալ ուրիշ մարդ ու չի ամաչում իր տեսակից, իր անմիջականությունից, իր մտքերից, որ ինքը կարող է այսպես նստած արտահայտի, ասենք որտեղ կան լիքը ավանդական մարդիկ, բայց ես ասում եմ, ես ասենք եթե համաձայն բայց այդ մարդիկ այնքան նորմալ ընդունեցին եւ երբ որ ես շփվեցի ծնողներիդ հետ ասեցի ահա ես հիմա հասկացա ինչի հենց Շանթը ու Դիթրոյթից ու 37 տարեկանում որտեվ մինչ այդ չէր ստացվում այստեղ ունեցել եմ տարբերակներ որ կարող էին գնալ դեպի ամուսնություն բայց չէր գնում որովհետեւ միևնույն է իմ տեսակը բոլորի համար վառ էր Որովհետև դուք միևնույն է պիտի հանդիպեիք ու պիտի ծնվեին նաև Տաթևն ու Գրիգորը Երեխաների ծրագիրը հաստատ աշխատում է ինքը պիտի լիներ իմ երեխաների հայրը Life-Room-ի գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտեր։ Իմպլանտումը Հայաստանի առաջատար ստոմատոլոգիական կենտրոններից մեկն էր երկար տարիներ։ Ստոմատոլոգը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է Դավիթ Մաթևոսյանը։ Հիմա արդեն ունի նաեւ կոսմետոլոգիական կենտրոն նորաբաց, որը շատ լայն ծառայություններ է առաջարկում եւ բժշկական եւ կոսմետոլոգիական, այնպես որ կարող եք օգտվել, վստահ եմ շատ գոհ եք մնալու։ Շնորհակալ ենք Շատ Բոտուլինոթերապիան մեզ հայտնի է որպես կնճիռներից ազատվելու ամենակարճ միջոց, բայց պարզվում է բժշկության մեջ այն ավելի լայն կիրառություն ունի, օրինակ կարող է բուժել միգրենը, ճիշտ եմ ասում։ Այո։ Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես է կատարվելու, բայց իմպլանտում էսթետիկ կենտրոնի հիմնադիր Ելենա Ադամյանը մեզ կպատմի մանրամասները։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Ինչ է իրենից ներկայացնում բոտուլինոթերապիան կարող է բուժել միգրենը արտահայտությունը։ Բոլորից հայտնի է միգրենը իր սաստիկ գլխացավերով եւ տևական գլխացավերով, եւ ես բազմիցս նշել եմ, որ էսթետիկ բժշկության մեջ բոտուլինոտոքսինը մտել է հենց միգրենի բուժման ընթացքում, այդպես հասկացել եմ, որ կարողանում է լավ անդրադառնալ մաշկի որակի վրա եւ կնճիռների կանխարգելման համար է շատ լավ։ Այս պրոցեդուրան ինչի համար մենք ունենք նաեւ մեր կլինիկայում, որովհետեւ մենք ունենք նաեւ նյարդաբան։ Իսկ քանի որ այս խնդիրը նաեւ նյարդաբանական է, իսկ մեր բժշկուհին նյարդաբան լինելուց բացի նաեւ բժիշկ էսթետ կոսմետոլոգ է, նա ունի իրավունքը կատարելու տվյալ պրոցեդուրան։ Ես գուցե
բոտուլինոթերապիայի ավելի լայն կիրառությանն եմ ծանոթ, բայց ամեն դեպքում չեմ պատկերացնում, թե միգրենը ինչպես կարող է բուժվել բոտուլինոթերապիայի միջոցով։ Մի փոքր կմանրամասնեք։ Միգրենը ով տառապում է այդ խնդրով, գիտի, որ բավականին սաստիկ մկանային կծկումներ է տալիս, իսկ բոտուլինոտոքսինը ինչ է անում, թույլատնում են այդ մկանները։ Եվ դա կլինի մեր միմիկական մկանները, թե կլինի գլխացավ առաջացնող մկանները, դեղանյութը ազդում է միևնույն ճանապարհով։ Եվ այս պարագայում ինքը լայն կիրառություն ունի աշխարհում եւ ընդհանրապես բոտուլինոթերապիան կիրառվում է ամբողջ աշխարհում լայն կիրառություն ունի բժշկության մեջ։ Օֆթալմոլոգիայի մեջ է կիրառվում եւ պրակտոլոգիայի մեջ է կիրառվում, այսինքն ինքը բավականին լայն ծավալով այսօր մտել է բժշկության մեջ։ Ներարկումները լինում են գլխամաշկից։ Ներարկումները լինում են գլխամաշկից, պարզապես այս պարագայում ներարկում են այն մկանախմբերը, որոնք ավելի լարված են։ Այս դեպքում կարող է լինել ծոծրակային հատվածը, քունքային հատվածը եւ իհարկե նաեւ պարանոցային։ Որևէ կողմնակի ազդեցություն կամ վտանգ չունի։ Վտանգը կայանում է նրանում, երբ նմանատիպ պրոցեդուրաներ իրականացնում են ոչ բժիշկները, բայց քանի որ մենք ունենք իրավունք կատարելու նման պրոցեդուրա, քանի որ մեր բժշկուհին նաև նյարդաբան է, բնականաբար նա տեղյակ է բոլոր բարդությունների մասին։ Հավելեմ, որ բժշկուհին այս պարագայում անամնեզ է հավաքում եւ ոչ միայն իրականացնում է բոտուլինոտոքսինի միջոցով, այլ նաև կարող է որոշակի դեղորայքներ նույնպես նշանակել։ Մեր նյարդաբանը իր խորհրդատվության ժամանակ հաստատում է գլխացավը, այսինքն գլխացավը գալիս է հենց միգրենից եւ ինքը իրականացնում է կոմպլեքս բուժում։ Այսինքն մարդիկ կարող են ձեզ դիմել, եթե ունեն գլխացավեր, անկախ նրանից բոտուլինոթերապիա կիրականացվի թե չի իրականացվի, բժշկական օգնություն ցուցաբերել կարող եք։ Այո, իհարկե։ Իսկ այս թերապիան բուժում է, թե ժամանակավոր լուծում է խնդիրը։ Միգրենի բուժումը ինքը 100% չի բուժում, դա բոլորը գիտեն, այսինքն նմանատիպ այցերը ենթադրում են իրենցից ժամանակ առ ժամանակ այցեր հենց նյարդաբանի մոտ եւ կոնկրետ բոտուլինոտոքսինի միջոցով արդյունքը կարող է պահպանել մինչեւ 8 ամիս։ 8 ամիս պահպանվում է մեկ ներարկման արդյունքը, թե հնարավոր է կարիք լինի մի քանի ներարկման։ Դա շատ անհատական է եւ քանի որ կարող են ուղեկցվել նաեւ որոշակի դեղորայքների ընդունում եւ հնարավոր է որ արդյունքը ավելի երկար պահպանվի։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը եւ մեր բուժառուները մշտապես լինելու են կապի մեջ մեր բժշկուհու հետ։ Այսինքն ախտորոշումը եւս իրականացվում է ձեզ մոտ եւ հավելյալ այլ կլինիկա ուղղորդելու կարիք չի լինում։ Այո, այո։ Էսթետիկ միջամտությունները եւս շարունակելու եք անել։ Այո, իհարկե, այն նույնպես շարունակվելու է մեր կլինիկայում, նաեւ կնճիռների վերացման համար, կնճիռների կանխարգելման համար եւ իհարկե բուժական առումով ենք նկատի ունեցել, որովհետեւ բազմաթիվ ունեցել են բուժառուներ, ովքեր ունեցել են այս խնդիրը եւ այն հատվածները, որտեղ իրենց մոտ եղել է միգրենը եւ ես որպես էսթետ բուժական իրականացրել եմ, այսինքն կնճիռները փորձել եմ վերացնել, այդ հատվածում ցավերը մեղմացել են եւ այստեղից առաջացավ հարցը, որ կարելի է ներգրավել նաեւ նյարդաբանի, ով կարող է այս հարցը լուծել ամբողջությամբ։ Մարդը միգրենի համար է ներարկում անում, թե կնճիռների վերացման համար է ներարկում անում, գնային սանդղակը փոխվում է, թե ոչ։ Գնային սանդղակը փոխվում այնքանով, որ դոզաչափն է, հա, այս պարագայում մեծ, կոնկրետ դոզաչափը հաշվի առնելով, բնականաբար արդեն հաշվի են առնում պրոցեդուրայի արժեքը, հա, այսինքն եթե շատ դոզաչափ է օգտագործում, այն էսթետիկ միջամտությունից մի փոքր բարձր արժեք կարող է ունենալ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ելենայի ինստագրամյան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Շանթ, թողնել կյանքը այնտեղ ու գալ Հայաստան, միջավայրի փոփոխությունը առհասարակ ստրես է մարդու համար միշտ։ Ենթադրում եմ, որ բարդ որոշում էր, բայց որոշեցիք, որ դուք կգաք Հայաստան, ոչ թե Հասմիկը կգա ձեզ մոտ։ Ինչպես այդ որոշումը կայացրեցիք։ Մենք փորձ ունեինք, գուզեինք, որ Հասմիկը գալ Ամերիկա, բայց սկզբանե ցանկությունը, բայց հետո որոշեցանք, որ ես Հայաստան պետք է գամ ու ամեն ինչ հեռացա։ Դունես, ավտոս, ինչ որ գար։ Դա էլ էր էլի ոչ մտածված կան արագ։ Ու մեկ իհարկե քանի որ ես ու ընտանիքը շատ մոդիկ ենք։ Շատ մոդիկ ենք, երկու կողմով, մամաս եւ հայրս կողմով։ Բայց ճիշտ ասած, երբ որ որոշեցի, որ պիտի գամ Հայաստան, շատ թուրին էր, այսպես էր։ Քանի ամիսներով է, 3 ամիս
Եկավ ծանոթացանք, 2 շաբաթ շփվեցինք, 2 ամիս հետո ինքը եկավ Հայաստան, վաճառած տունը, մեքենան, թողած շատ լավ մի կազմակերպությունում իր աշխատանքը։ Ես ճիշտն ասած մի քիչ ինձ համար միստիկ էր, որովհետև ես նույնիսկ վերջում վախենում եմ, ասում եմ մի արի։ Ինքը տունը հիշում ես։ Ինչպես կմոռնա։ Տուն այդպես վատն է։ Տունը վաճառել է, այնտեղ չունի ապրելու։ Դի գնաց նոդի տուն, մեքենա վաճառել է, գործից դուրս է եկել։ Ես իրեն Skype-ով ասում շան, չէ, դու ուրիշ մշակույթի տղա ես, ես չէ, մի արի։ Պատկերացնում եք, ու իր պապայի դեմքն եմ ես այդ ժամանակ հիշում։ Եվ հետո ով զայնեց ինձ։ Քույրիկս էլ հա, շատ կարևոր դեր է ունեցել այս ամուսնության մեջ, երևի կարևորներից մեկը ինքը այդ ժամանակ, երբ տեսնում ես Շանթին ասում եմ մի արի, որ վաճառել է տու տեղ մեքենա աշխատանք։ Գնում է թաքուն, գտնում է Facebook-ում Շանթին, այն ժամանակ ինքը կար, ընդհանրապես ոչ մի սոցկայքերում չկա, ու գրում է Շան ջան, ուշադրություն, որտեղ արդեն ծանոթացել են, եկել էր մեր տուն եկել էր Շանը, ուշադրություն մի դարձրու իմ գրոջ խոսքային դու վերկաց, ոնց պլանավորել ես արա։ Բայց այդ պահին ունեիք մտավախություն, որ երևի չգնամ, եթե ասում եմ մի արի։ Չէ։ Ոչ, չէ։ Ես անհանգիստ էի, քանի որ մեծ հայրիկս, մայրիկս արդեն մեծ են իր տատիկը եւ պապիկը հորական շատ կապված է ինքը։ Շատ։ Եվ բավականին մեծ էին արդեն։ Հիմա էլ կան։ Կտեսնես շուտով։ Ես միշտ ասում գնա, ինչի՞ չես գնում։ Ասում ես ուզում ենք միասին գնանք։ Ասում գնա, էլի երեխաները վերցրու գնամ։ Քո գնալու հետ կապված խնդիր կա։ Ես այո, կան խնդիրներ, որոնք որ լուծելի են, ժամանակի հարց է։ Դուք ըստ էության շատ կարելի է ասել զոհողություններ եք արել ի սկզբանե ու շատ ջանքեր եք ներդրել, որպեսզի հայտնվեք Հասմիկի կողքին։ Բայց Հասմիկի մոտ, ինչպես հասկանում եմ, կային մտավախություններ, ու այդ մտավախությունները կարող էին կապված լինել կյանքի փորձի հետ, փոփոխության վախի հետ, ապագայի հանդեպ մտավախությունների հետ, տեսակների բախման հետ, որի հետ պետք է ճիշտ աշխատել եւ լիարժեք մտնել վստահության դաշտ։ Ինչպես կարողացաք լիարժեք մտնել իր վստահության դաշտ։ Մեկ ամուսինը բամը պիտի որոշե առանց գնոջ պատասխանը չէ։ Ես չէի թողնել, որ Հասմիկը ուրիշ բան կմտածի։ Ես եկա Հայաստան, մենք մեր կյանքը սկսել ենք ու Այսինքն ինքը այնքան արդեն միանգամից պաշտոնական, այսինքն ես հիմա հասկանում եմ դու ինչ արիր։ Ինքը ինձ ժամանակ չի տվեց մտածեմ, որտեվ երբ որ մտածեիր ինչ էիր անելու։ Ես որ մտածեի, ասեի, չէ, ես չեմ ամուսնանում քո հետ։ Ինչու՞։ Վախենում եմ ես արդեն մեր Դե լավ չի որ չի տվել ժամանակ։ Հիմա հա, բայց այն ժամանակ իմ ուղեղը ողողված էր այսպիսի մտքերով, ասում էի, հա, իր նպատակները, մտադրությունները լուրջ են, ակնհայտ է, որտեղ ոչ ոք իր երկիրը չէր թողնի գա այստեղ, իմանալով որ կինը չի գնա իր հետ այդ պահին կամ ինձ չի կարող, բայց մենակ դրանով չէ, մի րոպե մի ծիծաղա։ Ես զանում եմ, քանի որ ես կնամ փամ ասել, բայց ես չեմ ուզեր որ մաշկիտ կարմիր գտարնա։ Ես իր նկարները, իր նիստուկացը, այդ ամեն ինչը երբ որ նայեցի, տեսա Facebook-ում, նկարների, վիդեոներ, ես արդեն սկսեցի վախենալ, դες հասկացա, որ իր այդ շատ դժվար է ինձ լինելու։ Ու իրոք շատ դժվար էր։ Եկ չստենք առաջի 2-3 տարիները եւ հետո արդեն երեխաների հետ կապված շատ բախումներ ենք ունեցել, ընդհուպ միջև այն որ ես ասում եմ Տեր Աստված, մենք կապ չունենք իրար հետ։ Հիշում ես վիգներ, որ եկար։ Շանթը, որ եկավ, ինքը այսպես կոնկրետ նույնիսկ vegetarian չէր, vegan, որ ձու չեն ուտում նույնիսկ։ Եվ ինքը փորձում էր դա պարտադրել ինձ, որտեվ վեգանիկ մարդիկ ունեն դա։ Ինքը ասում էր դու այս կենթանիներին, որ սպանում են, որ դու ուտում ես, դու մասնակից ես այդ ամեն ինչ, այս կարգի վիգներ, հասկացաք։ Ինձ հիմա վիգները կարող եք հարկոծել, ինչ ասել, բայց ես ճիշտն եմ ասում։ Հիմա դու ես փոխել։ Ես չեմ փոխել, ինքը փոխվեց, գիտեք ինչի, որտեվ հասկացա, որ Հայաստանում այդքան էլ այդ պայմանները այն ժամանակ չկային։ Եվ ընդհանրապես առողջության համար լավ բան չէ։ Պիտի միս ուտել։ Այո, այդ սուտ բաները, այդ սուտ միսը, որ ունին, որ սոյայից է։ Սոյայից պատրաստված շատ վտանգավոր է դղաներուն համար, էստրոգենը շատ բարձր է այդ։ Մի քիչ ուսումնասիրեց, հասկացա, որ վտանգ կա, էլի։ Այո, հասկացա, որ նախ դժվար է Հայաստանի, շատ դժվար է։
ավելի ճիշտ ասեմ անհնար է Հայաստանի մեջ այդ դայետը պահել եւ իմ առողջության համար լավ չէր հիմա քանի որ ես հիմա այս պահին նիսկ ուտեմ ես 1000 անգամ ավելի առողջ եմ Լավ ես զգում քեզ այո Ես այնքան ուրախ եմ որ այդ անցավ որովհետեւ ես չէի պատրաստվում ասենք դառնալ vegan հա իմ սրտին ազդում էին այդ պահերը որ մի պահ սկսեցի մտածել ասեմ հայել ես մարդը ճիշտ է ասում այդ կենթանիներին որ մենք այդ շատ վատ է այդ շատ sense նուրբ թեմա ես հիմա չեմ ուզում հաղորդումը դրան նվիրենք բայց ամեն դեպքում բայց ես ուրախացա որ մենք դառանք նույնը այդ իմաստով բայց ճիշտ ասած հիմա մենը մեծ բան էր որ դու լավ պիտի պահես կենթանիները օրինակ համար եթե ես հիվանդ շուն կտեսնեմ փողոցին վրա ես փամը կանեմ որ օգնեմ այդ շունը կամ գադուն կամ գով կամ չեմ գիտեր ինչի ես կօգնեմ կենթանիները ինձ համար շատ լուրջ եւ զանր բան է դիգա։ Մի խոսքով Շանթի իմ կյանք գալը ինձ այնքանով օգնեց, որ ես իմ վատ կողմերը ճանաչեցի եւ այդ պրինցեսա տիտրոսից ինքս ինձ իջացրեցի իմ աչքերում ինքնա անալիզ սկսվեց, ինքնակնություն, այսպես ասեմ, թարգմանեմ, եւ ես հասկացա, որ այո, կան բաներ, որտեղ միգուցե ես որպես մարդ զուտկին տղամարդ չէ, մարդ, թերանում եմ օրինակի համար սերը կենթանիների հանդեպ, ասում են, որ այն մարդիկ, ովքեր սիրում են կենթանիների, նրանք չեն կարող վատ մարդ լինել, չէ, ես դրան համաձայն չէի այն ժամանակ, բայց իր օրինակի վրա հասկացա, որ այդտեղ կա ճշմարտության բավականին մեծ մաս, որտեղ մենք ունենք շուն 6 ամսեկանից էս պահելի գին 3 Եվ ինձ շատ հուզեց այդ պատմությունը, ինչի հենց այդ շունիկը American Eskimo պարոդա է եւ սպիտակ այսպես սուր մրոթով տենց շունիկ է։ Ես չէի ուզում որ ինքը Ամերիկայից բերի իր շանը, բայց ինքը բերեց։ Ես տանը կենթանի չեմ սիրում։ Եվ մենք սեփական տանը չենք ապրում, դեռ մենք ապրում ենք բնակարանում։ Ահա որ է, առաջին անգամ որ բնակարանի մեջ կապրիմ։ Միշտ սեփական տանն է այնտեղ ապրել եւ ես եմ որ պայքարեցի, նույնիսկ խաբեցի իրեն ինչ որ հարցով որ չբերի մենակ թե շանը ալերգիա ունեմ բայց ինքը մեկա բերեց ինձ հիմա դժվար է որտեվ ես մեկա հիմա մի քիչ դիսկոմֆորտ եմ տանը զգում եւ բավականին շատ մաքրություն եմ անում բայց ես որ տեսնում եմ ինքը ոնց է սիրում այդ կենթանուն ասեմ լավ եթե մարդ ունակա կենթանու սեն սիրելու ինքը ինձ էլ տենց կվերաբերի երբ որ ես ասենք դրա կարիք ունենամ երեխաներին են արդեն սկսում սեն զուգահեռներ անցկացնել Բնական է, հա, այդ տեսակների բախումը, որ առաջ է գալիս, ու երբեմն երբ քո առանձին հարցազրույցները նայում էինք, ես մեծ մտավախություն ունեի, ձեզ երկուսով հրավիրեմ, թե չհրավիրեմ, որովհետև որ դուք ունեիք։ Երբեմն նաև քո շատ անկեղծ խոսքից, երբ դուք իրար լրացնելով որևէ թեմայի մասին խոսում եք, լրիվ ուրիշ կերպ են գալվում։ Երբ որ դու միայնակ կարող ես ինչ-որ թեմայի մասին խոսես, տպավորությունը որ կարող է ընդհանրապես չեն կարողանում լեզու գտնել իրար հետ, բայց հիմա ես ձեզ նայում եմ ու հասկանում եմ, որ այդ շատ հակասությունների մեջ միևնույն է կա նաև սեր, որը շատ օգնում է ընկերություն էլ կա։ Ընկերություն ու բալանսն եմ տեսնում այդ հարաբերությունների, բարդությունների ու երջանկության բալանսն եմ տեսնում։ Բայց դրան մենք տարիներ ենք եկել։ Այ այդ եմ ուզում խոսենք։ Ասեմ ճիշտը, երևի մի 2-3 տարի է, ինչ մենք հանդարտվել ենք, չէ՞։ Մի տեսակ sense 3-ից 5 տարի, լավ, այսպես ասեմ, ինչի, որովհետև բախումները միշտ էլ լինում են եւ կլինեն, բայց ես եմ սկսել այլ աչքերով նայել այդ ամեն ինչին եւ փորձում եմ իրանել դա ցույց տալ։ Եթե առաջ ես ինչ որ մի բանից կդարձնեի մեծ պատմություն, ես որպես կին, մի տեսակ sense թուրը ձեռքիս էր ինձ մոտ միշտ just in case էլի որ հանկարծ ինձ նեղացնեն այդ ինքնապաշտպանությունը բայց դա ես մեղավոր չեմ դա միշտ եթե կինը աղջիկը դառնում է այդպիսին այդ կյանքն է նպաստել որ ինքը դառնա իսկ ես բավականին երկար տարիներ ինքնուրույն շատ հետաքրքիր շատ լուսավոր բայց միաժամանակ շատ դժվար ճանապարհ եմ անցել իսկ այդ ճանապարհը նենց չի որ այսպես միայն վարդեր է ինձ նվիրել ընթացքում, հա, իմ մեջքին կան հարվածներ դանակներից եւ շատ նորմալ է որ ինքը որպես տղամարդ փորձել է ին վրա ես այդպես էի կարծում որ ինքը ուզում է ինքնահաստատվել ինձ վրա եւ սկսել է ինքնապաշտպանվել բայց երբ որ դու այդ թուրը դել ես նետում եւ մի քիչ հասուն ես նայում ամեն ինչի այսինքն օքեյ հետո ինձ շատ օգնեց գիտեք ինչը մենակ ես հիմա քեզ էլ եմ ասում ես սկսեցի Եվ ինձ ընդունել այնպիսին ինչպիսին ես կամ եւ իրանել
Այդ է գաղտնիքը։ Երբ որ դու քո կողակցին, կապ չունի կին տղամարդ, սկսում ես ընդունել իր բոլոր թերություններով, առաջինը թերություններով, քո աչքերում թերություններով, միգուցե այդ թերությունները ուրիշի համար գեր առավելություն է։ Հետո առավելությունները ազատ ես թողնում, չես փորձում դաստիարակել եւ դարձնել այնպեսին, ինչպեսին դու ես, ով ասել։ Մենք բոլորս մի հատիկ ենք, ոնց որ ասում են ձյան փաթիլները, որ իջնում են, իրենք ոչ ոքը չեն կրկնվում։ Իրանք միկրոսկոպիկ է, որ դիտարկում ես, տարբեր են բոլորը։ Մարդն էլ մենք Աստծո մասնիկներն ենք, որոնք որ այս երկի մոլորակի վրա ենք ապրում, ծնվում ենք մեր առաքելություններով, ազատ թողեք իրար։ Չի սիրում մածուն, թող չուտի։ Ես պրիմիտիվ օրինակ եմ։ Կենթանի է սիրում, թող գրկի քնի։ Okay, դու երբեք կենթանի չես թողի նույնիսկ քո ննջասենյակ։ Բայց ինքը ուզում է թող քնի, իր համար դա օքեյ է, նորմալ է։ Նույնն էլ ինքը սկսեց, օրինակ դու էլ ես վերջերս, ինքն էլ զգաց, որ երբ որ ինքը ինձ ճնշում է, ու ուզում է ուրիշ մարդ դարձնել, ես ավելի վատն եմ դառնում։ Որտեվ ինքը ինձ հեռացնում է իմ արմատից, իմ բնությունից, չի կարելի տենց անել։ Ես այդ է գաղտնիքը։ Շանթ, իսկ ձեզ համար ինչն էր դժվար, որ հաղթահարեցիք։ Ինձ համար այդ բան դժվար չէ, արդիկա գասեի որ աղջիկ ոչ բոլոր աղջիկները, բայց ընդհանրապես աղջիկները իրենց անցյալ կյանքը անընդհատ կհիշեն։ Չեն հիշի, փորձը, բայց օրինակ համար ես իմ փորձին փամը գսորվիմ։ Եթե քեսեր թե լավեր, ինձ համար գապ չունի։ Հետո այդ բան գմորնամ, ինչ որ սորվեցա գհիշեմ, բայց եթե անընդհատ այդ շատ քեշ բաներ գհիշես, չես թողնելու կյանքիդ մեջ։ Միշտ քեշ աչքով գնայես ամեն ինչը։ Դու պիտի սորվիս ու պիտի ինչպես հայերենով forgive։ Ներես։ Ու պետք է ներես։ Ու այդ ներության հետո Ներումից հետո պիտի թողնես։ Դու ճիշտ ես ասում եւ շատ սիրուն ասեցիր, այդ որ հեշտ է ինձ համար, շատ մենք մոռանում ենք վատը, բայց փորձը այդ լավը մնում է մեր հետ, բայց ինքը մի քիչ բնականաբար հնարավոր է ինձ սխալ ընկալեց, ասածս ներումի մասին չէի խոսում, ես վաղուց ներել եմ, վաղուց բաց եմ թողել ինձ համար առաջին հերթին, բայց այդ ճանապարհը, տես չեմ ասում մարդիկ, այդ ճանապարհը քո մեջ ինչ-որ բաներ ա դնում, մեխանիկորեն ձևավորվում է քո ինքնապաշտպանական ռեակցիաները, քո բախումները աշխարհի հետ, կարող է նույնիսկ շատ չնչին երևույթի դու շատ կտրուկ արձագանքես, որովհետև քո փորձը քեզ ստիպում է քեզ մի քանի անգամ ավելի պաշտպանել, բայց սա առօրյայում, տեսեք, ամեն դեպքում ձեր տեսակը այս առումով տարբեր է, առօրյայում լուրջ խնդիրների բերում է, թե չէ, ձեզ համար, որովհետև հասմիկի այդ բախումների ընթացքում երբևէ մտածել եք, որ կարող է մենք չկարողանանք իրար հետ ճանապարհ անցնել։ Երբ որ մարդը բարկացած է, օրինակ համար, թե նեղված է, հիասթափված է, կարելի է որ այդ բան գմիտնի։ Մտքեր են տենց գալիս։ Կարելի է, բայց այս պահին արդեն մեկ օրեն հետո 41 տարի գլամ։ Արդեն ես չեմ թողներ, որ այդ միտքը գմիտնի իմ գլուխից, որովհետև շատ վտանգավոր է։ Մենք ամուսնացած ենք ու մենք միասին պիտի գրվենք մինչև վերջ։ Լավ ասած կռվենք։ Չէ, կռվել աշխարհի հետ։ Միասին ոչ իրար հետ, որովհետև ես վստահ եմ, որ շատ մարդ գար եւ գան, որ շատ ուրախ կլան, եթե մենք կբաժանենք, շատ ուրախ կլան եւ իմ կողմը եւ հասմիկի կողմը։ Ոչ մեր ընտանիքի մեջ, բայց շրջապատում։ Եվ ադոր համար, երբ որ բարկացած ես, պիտի խոսիս այդ մարդու հետ, քանի որ լուծում պիտի գտնես։ Հիմա այս պահին, երբ որ ես չեմ հիշել անցյալ անգամ որ գրվեցանք, լուրջ գրվեցանք, այս բան չի գա արդեն, մենք ավելի ճիշտ է որ ես հասմիկը գբերնեմ, գտնեմ անգույնի վրա ու խդիկ կանեմ շատ ուժեղ, քան գգրվի։ Սիրում, որովհետև ուշքս ես եմ որ չեն դիմանում է խդիկի, ինքն էլ այդ շատ է սիրում։ Ես ասեմ շան տեսա կմեռնեմ, ուշքս կգնա, այդ խդիկին մի հատ չափ կա, չէ։ Բայց օրինակ ես ավելացնելով այս իր ասած բալանսի, հա, այդ որ չեմ հիշում վերջի անգամ երբ ենք տենց կռվել, բան, գիտեք, թող անհամեստություն չտվա, բայց ուզում ես հետո գնանք զաքս բաժանվենք, բայց ես այս ֆրազը ասելու եմ, մեծ ներդրումը իմն է, իրանը չի,
թող ինձ ների երկինքը, թող ինձ ներեն բոլորը, ովքեր քեզ շատ սիրում են, բայց ինչպես նոր ասացի, քիչ առաջ ես շատ առիթներ արդեն վեճ չեմ դարձնում։ Դու ասում ես, որ ներդրումը քոնն է, բայց ուզում եմ ճիշտ ձևակերպում տալ։ Դու ինքդ էլ նշում ես, որ շատ տարաձայնություններ նախկինում կարող է վեճի վերածել, հիմա վեճի չվերածես։ Շանթը, ինչպես հասկանում եմ, շատ ավելի համբերատարություն է դրսևորել ի սկզբանե։ Ինքը համբերատար է, ինքը ունի ծով, օվկիանոս, անսահման համբերություն։ Իսկ արդար է այս դեպքում ասել, որ քո ներդրումը ավելի մեծ է։ Լավներ։ Քանի որ իր վստահությունը այդքան ուժեղ չէ։ Իմ վստահությունս ավելի ուժեղ է եւ ադիգա ճիշտ է։ Լավ, գեղեցիկ խոսքերով վստահությունը միմյանց հանդեպ, թե վստահությունը հարաբերությունների շարունակության հանդեպ։ Ընդհանրապես ես շատ լավ գիտեմ ինչպես կլա։ Չէ, ինքը խոսում էր գիտեք ինչի մասին, ինքնա գնահատած է, ես կպատմեմ։ Ես գիտեք ինչից է, երբ որ նոր էր եկել հայրենը այս չափ չէր նույնիսկ, եւ ես անկախ ինձանից, ասենք իմ ընկերների հետ որ տանում էի ծանոթ հասնելու, տարբեր շրջապատ Հասմիկը նշանվել, ասենց ինչ որ վիճակ էր, ես անկախ ինձանից Google Translate-ը ոնց է, մարդիկ որ խոսում են, ես անգլերեն էի իր համար թարգմանում, ինքն էլ որ անգլերեն էր խոսում, հայերեն էի թարգմանում այս մարդը։ Կամ անընդհատ կասեց շատ ադիգա սխալ է, բայց արևմտա հայերենով ճիշտ է, ու արևելա հայերենով ուրիշ է։ Դրանք տարբեր են, արևմտա հայերենն ու արևելա հայերենը շատ սովորել ես միջամտել եմ միշտ։ Մի խոսքով ես մի քիչ շատ ուժեղացա էլի, լինեմ անկեղծ ինքս իմ հանդեպ էլ, առաջին հերթին, ես միշտ ասում էի, Շանթին, լավ ասում էի, Տեր Աստված, այս տղան ոնց է իմ հետ ապրելու էլի, եկավ, ցախ թողեց իմ համար, շատ բարձր էի գնահատում այդ սիրո չափը, բայց ասում էի, ախր ես չեմ սիրում ենթարկվել, ախր ես սիրում եմ ես որոշում կայացնեմ, էլի, որտեվ 15 տարի տենց էր իմ կյանքում, բայց ինչ որ սենց ստացվում էր, այս դեպքում էլ այդ իր թեթևությունը դրսի միգուցե նպաստեց։ Շանթ, 17 տարեկանում այն աղջիկը, որին սիրահարվեցիք։ Հոգիս, տենչու, մեկ կլիպի մեջի աղջիկը։ Ու այն կինը, որը այսօր ձեր կողքին նստած է, ձեր ընտանիքի անդամն է, դուք միասին երեխաներ եք մեծացնում։ Ի սկզբանե ձեր իրականությունը վիրտուալ էր, որը դարձավ իրական։ Ձեր մտքի իրականությունը եւ այն իրականությունը, որը գտաք, նույնն էին, թե չէ։ Իհարկե տարբերություններ կան, բայց ինչ որ կպատկերացնեի եղավ։ Մենք ամուսնացած ենք, մենք ընտանիք ունենք, շատ առողջ երեխաներ ունենք, խելացի, մենք միշտ ժպիտով ենք, միշտ կզիզաղանք մեր մանուկներուս հետ։ Ինչ որ դեսա իհարկե քիչ տարբեր էր, քանի որ մենք ամուսնացած չենք, ու այդ ավելի շատ Ոնց կարող նույնը լիներ, կենցաղն նույնն է, քանի որ ինչ որ գուզեի ունիմ։ Միջև հիմա ես քո ուզածն եմ։ Եթե Այն ժամանակ ու հիմա, չէ, այդ շատ լավ բան է իրականում։ Սովորաբար հակառակն է լինում։ ամեն օր ինչ կանեմ, որ դու կբարկանաս։ Այդ բան կանեմ, քանի որ մինչև հիմա այդ բան ունիմ մեջ ինչ որ ունեի, սկիզբն ունեի։ Հա, լավ, այդ կատակները բաները, որ սկզբում էր արվում։ Անընդհատ քեզի կգրկեմ, կբաչեմ քեզ։ Հա, ինքը գերհռոմանտիկ տղա է։ Եթե ես քեզի չէի սիրել մինչև հիմա, այդ բան չի կրնա ալալ։ Իսկ ես էլ կասեմ դրա պատասխանը, ես ավելին քան արժանի եմ, որ ինձ տենց սիրեն։ Այս չի սիրում իմ մեջ, բայց դե ես Բայց դու նաև պիտի նույնչափ սիրես, չէ։ Իհարկե, նույնն է, բայց Սպասե, քիչ առաջ ինչը սավ։ արտահայտչամիջոցներն են տարբեր։ Քիչ առաջ ինչը սիր, այսի որ ես այդ աստղի հիվանդություն չունիմ։ Այս աստղի հիվանդություն։ Ադիգա ինչ է։ Հիմա նայ շան։ Ադիգա ինչ է։ Ազնվությամբ եմ ասում, այս պահին խոսքը իմ մասնագիտական հասմիկի մասին չէր։ Չէ։ Որպես Ոչ կին։ մասնագիտության, քու մասին։ Անց կին, այո, ես կարամ ստորագրեմ թղթի վրա, այսենց մեծ տարերով, որ ես արժանի եմ այդ սիրուն, որովհետև մեր ընտանեկան կյանքում ես իսկապես շատ ու շատ ավելի նվիրված եմ իմ ընտանիքին, իմ երեխաներին, քան իմ աշխատանքին։ Ես տալիս եմ այդ իմպուլսը։ Ես կամ իմ ընտանիքում։ Հա, Իսկ շատ երգչուհիներ կան, Ամալիա ջան, իրենք միշտ դայակներով են,
իրենք շրջագայում են, իրենց բնականon արվեստի կյանքը չի ընդհատվում։ Ամեն դեպքում արի ֆիքսենք նաև մի կարևոր բան, որ շատ մարդիկ նվիրվում են ընտանիքին, բայց չեն ստանում գնահատականը ու այստեղ կարծում եմ, որ ամեն դեպքում կարևոր է, որ Շանթը քեզ տալիս է այդ գնահատականը, տալիս է այդ սերը, տալիս է նաև այդ ինքնավստահությունը որպես կին, որովհետև երբեմն ցավոք, որքան էլ մենք կայուն լինենք, տղամարդը կարող է այնքան քայքայել կնոջը, որ կորցնի նույնիսկ ինքնագնահատական ու այդ զգացողությունը, որ արժանի է սիրո։ Բայց այստեղ իմ տեսակն էլ է օգնություն գալիս։ Ես ինձ սովորեցրեցի տարիների ընթացքում չհիմնավորվել տղամարդու Դա իրականում շատ կարևոր է վրա, որպեսզի ունենամ ինքնագնահատական։ Դա իրականում շատ կարևոր է, բայց ամեն դեպքում ինձ հաճելի էր կողքից տեսնել, թե Շանթը ինչպես Սեր Խոստովանեց։ Դա ոգևորում է, դա շատ ոգևորիչ է եւ շատ երանելի մի երևույթ է։ Շանթ, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար։ Մենք մտածել էինք, որ մի 20 րոպե ձեզ հետ կխոսենք, բայց շատ երկար տևեց, որովհետեւ չէ, հակառակը շատ հաճելի էր։ Ես հաշվի առնելով, թե դուք ինչքան փակ ու ինչքան մտավախություններ ունեիք զրույցի գալուց առաջ, ես չէի պատկերացնում, որ մեր զրույցը այսքան անմիջական ու այսքան իսկական կլինի։ Շնորհակալ եմ շատ։ Անկեղծ ես էլ չէի պատկերացնում։ Տեսեք ամուսինս է, չէ, բայց ես չէի պատկերացնում, ինքը այսքան կբացվի։ Իմիջիայլոց ես ասեմ, որ Հասմիկի, երբ որ ես Հասմիկին ասացի, որ ուզում եմ զույգով հրավիրել, ասաց հնարավոր չի։ Դու դա արեցիր Ամալիա ջան։ Եվ իր ժպիտից ես զգում եմ, թե ինքը ինչքան իրան հարմարավետ է զգում քեզ հետ այստեղ։ Շատ ազատ էի։ Շնորհակալ եմ շատ։ Ինձ իսկապես շատ հաճելի էր լսել ձեզ երկուսով ու տեսնել նաև բալանսը։ Շնորհակալ ենք։ Ital Solar-ն առաջարկում է բացառիկ պրոդուկտ՝ արևային մարտկոցներ։ Սա նշանակում է, որ դուք չեք ունենա հոսանքազրկումներ, նույնիսկ եթե տարածքում որևէ մեկը լույս չունի։ Ինչ է պետք անել սրա համար, պետք է ընդհանրապես զանգահարել 8128 եւ Ital Solar-ից ձեռք բերել ձեր արևային մարտկոցը։ Էլեկտրաէներգիան արևից ստանալու ճիշտ ժամանակն է։ Ital Solar-ն էլ հրաշալի առաջարկ ունի։ Մարտի 1-ից մայիսի 31-ը ձեռք բերեք արևային կայան Ital Solar-ից եւ հնարավոր է հենց դուք դառնաք այն 3 հաջողակ գնորդներից մեկը, որոնք մասնակցելով խաղարկությանը կարող են շահել իրենց արևային կայանի ամբողջական գումարը, անկախ նրանից գնումը կատարել են ապառիկ թե կանխիկ։ Եթե նույնիսկ դուք չդառնաք այս 3 հաջողակ գնորդներից մեկը, միևնույն է գնումը կատարելով Ital Solar-ից շահելու եք, որովհետեւ ապառիկի առաջին 3 ամսվա գումարը ձեր փոխարեն վճարելու է Ital Solar-ը 8128 զանգահարեք եւ ձեռք բերեք ձեր արևային կայանը։ Հասմիկ Շանթին ճանապարհեցինք ու շարունակում ենք մեր զրույցը արդեն առանց իրեն, քանի որ կային կետեր, որ նախնական զրույցում էլ, մենք հասկացանք, որ մենք նաեւ առանձին խոսելու բաներ ունենք։ Փորձենք։ Ըստ էության դու Դες զրույցի ընթացքում էլ ակնառու էր ինքնավստահություն, որին դու հասել ես քայլ առ քայլ, որովհետև տարիներ առաջ դու այսպեսին չէիր։ Դες դու նշում ես, որ փորձը շատ կարևոր է։ Քեզ ավելի ինքնավստահ դարձրեց քո փորձը, թե վախը, որ եթե դու այդպեսին չլինես, քեզ կարող է կոտրեն։ Միանշանակ փորձը։ Ամալիա ջան, ես կուզեի մի մեջբերում անել։ Ես այնքան շնորհակալ եմ Աստծուց, որ դիեզերքից, իմ բնությունից, ինչպես կուզեք անվանեք, որ ես այդ ինքնավստահությունը ոչ թե ձեռք եմ բերել կռվով ինքս ինձ հետ եւ չարությամբ, այսինքն չարացած են, որ մարդիկ այսպես ինքնավստահ են դառնում, այդ իրանց զենքն է դառնում մի տեսակ։ Այդպիսի տարբերակ էլ կա, ճանաչում եմ դրանց մարդկանց։ Ու դա խնդիր է, դա իրականում բարդույթ է, իրանք փորձում են այդ ծածկել։ Ինձ մոտ տենց չեղավ։ Ինձ մոտ եղավ լրիվ հակառակը։ Ես այսպես բաց թողեցի այդ նեգատիվը, ուղղակի այդ որ ասում եք փորձը քեզ դարձրեց։ Այո, փորձը ինձ դարձրեց, բայց փորձը դարձրեց լույսով, բարությամբ, աշխարհընկալումս փոխվեց լավ առումով։ Եվ մի շատ կարևոր կետ պիտի նշեմ, ես մարդկանց շատ սիրում եմ։ Նույնիսկ այն մարդկանց, ում հետ ես ունեմ խնդիր, նույնիսկ այն մարդկանց, ում հետ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակներ է ստեղծվում, չնայած քիչ է այդպես լինում, ես մեկը սիրում եմ այդ մարդու, ես չեմ ատում։
Իսկ փորձնել այս դեպքում պարզապես ինձ տվել է ինքնուրույն կողմնորոշվելու կյանքում հատկություն։ Եթե ես տարիներ առաջ անընդհատ հարց ու փորձ կանեի այս իրավիճակում ինչ անեմ, ոնց առաջ շարժվեմ, այս հարցին ինչ լուծում տամ եւ ինչպես, ես հիմա ինքս դա կարողանում եմ անել, միգուցե դրա համար էլ ինքնավստահ եմ եւ ինձ մոտ դա ստացվում է։ Երբեմն դու ինչ որ պահերի հենց շանթի մոտ էլ ցույց էր տալիս, որ ես ինքնավստահ եմ, ես կարող եմ, ես կայուն եմ։ Դու քո մեջ ինչ որ փուլում խնդիր ունեցել ես, հենց իրեն էլ դա ապացուցելու։ Ոչ թե ունեցել եմ խնդիր իրեն ապացուցելու, ունեցել եմ խնդիր, որ ինքը էլ ավելի շատ ասի այդ մասին, էլ ավելի շատ նկատի իմ արածները եւ ավելի բարձր գնահատի։ Ես դա էի իրեն հասկացնում իրականում, ոչ թե խնդիրը ինքս ինձ հետ է, որտեղ ես ինքս իմ մեջ արդեն վաղուց տարիներ մայրանալուց հետո կարելի ասել, վաղուց ապացուցել եմ, թե իմ ուժի չափը հասկացել եմ եւ ընկալել, շատ բաներ կան, որոնց մասին մարդիկ չգիտեն, բայց ես իրոք կարող եմ ինքս ինձ այսօր անվանել բավականաչափ ուժեղ կին, ուժեղ մայր եւ ես համատեղում եմ շատ բաներ եւ ուզում եմ այդ մասին ավելի շատ ասվի։ Մենք խոսում էինք մինչև եթեր մտնելը ու ինքնավստահության հետ կապված մի հետաքրքիր բան ասացիր գուցե մարդիկ լիարժեք չընկալեն ինքնավստահությունը, որը ես հիմա ունեմ, բայց ավելի լավ է ընկալեն ինքնավստահությունը, քան նախկինի պես խղճան ինձ։ Քեզ մոտ եղել է շրջան, երբ դու ինքդ քեզ խղճացել ես։ Այո։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրիս մոտ դա եղել է, թեկուզ քիչ, բայց եղել է, որովհետև թե այս կյանքը հո միայն հաճույքների համար չի եւ վայելքների, այս կյանքում իմիջիալոց ասեմ հոգին, մարդու հոգին, հոգևորը մեծանում է, լցվում է եւ իմաստանում է միայն տառապանքների միջոցով։ Եթե մարդը դժվարություններ չի հաղթահարում իր կյանքում, ինքը մի տեսակ մնում է նույն մակարդակի վրա։ Ուղեղի եւ հոգու կապը չի զարգանում եւ մարդիկ չեն աճում։ Այսինքն այն ինչ որ Աստված մեզ տվել է, չի զարգանում, ինքը մնում է, որտեղ դու եթե չես հաղթահարում ոչ մի բան, հա, ամեն ինչ քո մոտ միշտ լավ է։ Բայց այդ խղճահարության պահերը ինքս իմ նկատմամբ եղել են իհարկե, որովհետև գիտեք ինչից է դա ստացվել, որ ես ակնհայտ տեսել եմ մարդիկ ինձ ոնց են խղճում։ Ու ես շատ խղճալի վիճակում եմ իրոք եղել, էլի։ Եվ իրանց հայացքները, այդ ինչ որ խոսակցություններ, որոնք գալիս հասնում էին իմ ականջին, մարդիկ ինչու էին քեզ խղճում ներողություն, որ ընդհատեցի։ Մարդիկ ինձ խղճում էին, որովհետև իմ կյանքում կան դրվագներ, որտեղ որ ամեն ինչը կարող էր ավելի փակ, հա, դռներում ներսում կատարվեր, կյանքի բերումով կատարվեց ավելի մասսայական, այսինքն մարդկանց աչքի առաջ, այսինքն այդ մարդիկ չպիտի տեսնեին այդ ամեն ինչը, բայց տեսան, չեմ ասում ամբողջությամբ տեսան ֆիլմի նման դիտեցին, բայց զգացին գոնե։ Արդյոք մարդիկ տեսան, որովհետև քո կյանքում կան դրվագներ, որոնց մասին ես ինքս ինձ թույլ չեմ տա նույնիսկ հարցեր տալ, բայց հանրությունը այդ մասին չգիտի ու երևի թե չի էլ իմանա։ Ու լավ է, որ երևի թե չիմանա։ Նկատի ունեմ, որ այնպես չի, որ ամեն բան մարդկանց աչքի առաջ էր։ Բայց բաներ կար, որ այնքան անկեղծ էր ու այնքան մարդկանց առաջ էր, եւ ես էլ այն ժամանակ չունեի այդ հմտությունները դերասանական ճիշտ խաղի։ Ես նոր կյանք էի մտել, այսպես կարելի ասել, եւ չէի կարողանում ճիշտ եւ գուցե շատ ավելի իմաստուն, զուսպ հակահարվածներ տալ այդ ամեն ինչին, այդ հետաքրքրության ալիքին։ Ես իմ ձևով էի երևի թե փակում այդ դռները, բայց իրականում չէի փակում։ Հետո ես հասկացա, որ իրականում չէի փակում։ Մի քիչ չափից ավել անկեղծ էի, բայց չէի կարողանում կառավարել։ Դա իմ մեղքով չէ, ես պարզապես չէի կարողանում կառավարել, դա պետք էր ժամանակ, դա պետք էին հմտություններ, այդ դեպքում պետք էր ինչ-որ ճանապարհ, որ ես անցնեմ, որովհետև ինչպես կրկնում եմ, ես այսօր արդեն շնորհակալ եմ այդ բոլոր ճանապարհներին, որտեղ իրանք ինձ բերեցին այնտեղ, որտեղ որ ես պիտի լինեի։
գտնվեի այսօր։ Միշտ ժպիտով եմ հիշում ու միշտ այսպես դրական։ Իսկ հիմա քո մեջ ձևավորվել է կին, որ եթե նույնիսկ ստեղծվում է իրավիճակ, երբ գուցե ինքդ քեզ խղճաս կամ գուցե ինքդ շատ խոր ցավ զգաս, դա հասարակությունից պահես։ Երբ որ այդ իրավիճակը ստեղծվում է, որ վայ, էսա ես պետք է ինձ խղճամ, ես sense մի տեսակ sense վերև եմ նայում, հոգեբանորեն։ Ասում եմ, ինչի մասին է խոսքը, ես հիմա ընդհանրապես խղճալու վիճակում չեմ, հələ մի բան էլ ես կարող եմ շատ ու շատ մարդկանց խղճալի վիճակում ես վերեմ այդ խղճալի վիճակին։ Մի տեսակ այդ ոյին, հա, այդ տեսակը կնոջ, որն իմ համար շատ տարօրինակ էր թվում ժամանակին, կինը պետք է միշտ այսպես կանացի լինի, այսպես մեղմ, փափուկ փիսիկի նման, բայց չէ։ Արի ու տես, որ ոչ։ Դու վերջին տարիներին սկսեցիր հոգեբանների հետ աշխատել, երբ դա ինչ-որ առումով նաև թրենդային դարձավ ու մենք սկսեցինք չվախենալ հոգեբան ասվածից, թե շատ ավելի շուտ էր եկել դրան։ Հոգեբանությունը որպես ոլորտ ինձ հետաքրքիր էր նույնիսկ դպրոցական տարիքից։ Ինչու, որովհետև ինձ հետ շատ շուտ սկսեցին ինչ-որ բաներ կատարվել իմ կյանքում, որ ես դրա կարիքն ունեցա։ Ես շուտ ունեցա հոգեբանի կարիք կամ լավ, այսպես ասեմ, մի կնոջ կարիք, որը որ էներգիայով քեզ հանում էր բացասական այդ բացասական լիցքերն էր քո մեջից հանում։ Եթե ոչ հոգեբան, այդպես ռեալ չեմ գնացել հոգեբանի դիվել, բայց օրինակ ինձ օգնեց մի կին համապատասխան ժամանակահատվածում, որը որ էներգիա ուներ շատ ուժեղ եւ ձեռքերի հետ է կապված։ Եվ ինքը ոնց որ վատ մտքերը, բացասական ինչ որ քայլեր, որ դու ուզում ես այդ քայլերի դիմես, դրան քո մեջից հանում էր այդ մտքերը։ Եվ ինձ շատ հետաքրքրեց այդ ոլորտն իրականում։ Հետո արդեն կյանքի բերումով սկսեցի շփվել հոգեբանների հետ, թե սկսած, ասենք, երեխաների, հետո արդեն երեխաների հետ կապված մանկապարտեզի հոգեբան, դպրոցի հոգեբան եւ այլն։ Արի ու տես, որ ես բավականին արդեն ենթագիտակցաբար պատրաստ էի իրենց հետ շփման։ Հասմիկ, բացասական քայլեր, բացասական երևույթներ ինձ շատ վտանգավոր մտքեր են գալիս հիմա։ Դե հիմա շատ կարճ տևեց ինձ մոտ, այդպես շատ արմատացած չէր։ Հա, բայց կար իմ կյանքում մի պահ, որ ես չէի ուզում ապրել։ Կար այդ, բայց հիմա ընդհանրապես տեսեք, ընդհանրապես չեմ էլ հուզվում այդ իմաստով, որովհետև դա շատ այսպես մակերեսային է արդեն դարձել։ Դե որ մի պատանին իր կյանքում չի ունենում այդ զգացողությունը, գոնե մի անգամ։ Ամեն դեպքում պատանեկան կյանքում որքան էլ վայրի վերումներ կան, կյանքը շատ ավելի գունավոր է ու պիտի ինչ-որ հստակ երևույթներ քեզ բերեն դրան։ Դե հստակ երևույթը կար, պարզապես այդ մտքերը նախ անկախ ինձանից էին գալիս, որովհետև այսպիսի մի իրավիճակ էր, իմ կյանքում սենց մի հատ սենց ստոպ կադր էր ու ես չգիտեի ես ոնց եմ հետո ապրելու, այսինքն շարունակելու ու արդյոք ես կկարողանամ շարունակել ապրել արդեն մենակ առանց այն ամենի, ինչ ես թողել էի իմ մեջ, ես 100%-ով նվիրվել էի այդ ամենին, ես ուղղակի այդ մտքեր են, զուտ մտքեր են, գործողությունների չի հասել, նույնիսկ փորձի չի հասել, որտեղ ես ունեմ այնպիսի ընտանիք եւ այնպիսի թեւթիկունք, մայրս, հայրս, քույրս, որ դա չէր կարող պարզապես լինել, ուղղակի այն որ մի պահ էր, որ դու ասում ես լավ, ոնց հետո ապրեմ, հաջորդ քայլս ոնց գցեմ։ Ներողություն, բայց մենք խոսում ենք պատանեկան թե երիտասարդական տարիքի մասին։ Երիտասարդական։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։ Մենք չենք վաճառում նյութեր, մենք վաճառում ենք երջանկություն, որովհետև կանայք այստեղ լուծում են իրենց փոքրիկ խնդիրները, դրանք լինեն կոմպլեքս, թե լինի առավելություն, որ ուզում են ավելի ցայտուն դարձնել, դիմահարդարումը հենց այդպիսի մի զենք է, որով կարող ես առանց ասելու, առանց շեշտելու մտնել տարածք ու արդեն բավականին շատ բան ասած լինես քո մասին։ Շատ կարևոր է, որ դու
կարողանաս երջանիկ լինել, որովհետև երբեմն մենք կարող է ունենանք շատ բան երջանիկ լինելու համար, չկարողանանք երջանիկ լինել, երբեմն կարող է այնքան քիչ բան ունենանք, բայց միևնույն է երջանիկ լինենք, որովհետև կյանքումից զուգահեռ են եւ լավ եւ վատ երևույթները շատ կան։ Երբ նայում ենք քո կյանքի տարբեր փուլերը, դու ժամանակին ունեիր ամեն բան կարիերայի մեջ, բայց երազում էիր ընտանիքի մասին։ Այո։ Ու երբ ունեցար ընտանիք, սիրող ամուսին, երեխաներ, այսինքն արդեն ընտանիքում, հա, ինքնաբերաբար ամեն բան դասավորվում է, որովհետև երբեմն մարդիկ ամուսնանում են, բայց երեխա չեն ունենում, ինչ որ այլ խնդիրներ են առաջանում։ Քեզ մոտ փառք Աստծո, ամեն բան ստացվեց կայացած ընտանիք ունենալու համար, թեպետ դա էլ բարդ ճանապարհ էր, կարիերան գնաց երկրորդ պլան, ու դու էլի երբեմն երբ քեզ հետ խոսում ենք, նկատում ենք, որ այս դեպքում էլ կա կարոտը կարիերայի հանդեպ ու քեզ թույլ չի տալիս լիարժեք վայելել քո ընտանիքը։ Դու ունես խնդիր, որ երբեմն գուցե ավելի շատ կենտրոնանում ես բացի, քան եղածի վրա։ Երևի թե։ Տեսեք, լինեմ ազնիվ եւ ասեմ, որ միգուցե շատ ավելի բարձր պիտի գնահատեմ հենց այդ փաստը, որ Տերն այդքան շռայլ գտնվել է եւ գտնվում է մինչ օրս իմ նկատմամբ, որովհետեւ ես ունեմ եւ իմ սիրված աշխատանքը, շարունակում եմ Փառք Տիրոջ եւ ունեմ իմ երազած ընտանիքը, այսինքն մայրանալն էր ինձ համար գագաթնակետը ցանկության, ես այդ բերկրանքը ուզում էի զգալ, որտեվ ես երևի թե ենթագիտակցաբար զգում էի, որ մայրությունը միակ երևույթն է, ինչը ինձ կմեծացնի ոչ ֆիզիկապես, այլ իմաստության իմաստով, որովհետեւ ես միշտ եղել եմ այդ ավելի շատ աղջնակ, քան կին, եւ այդ աղջնակը իմ մեջ մինչ օրս ապրում է, հասկացաք ինչ իմաստով եմ ասում, այսինքն նույնիսկ ընտանիքը, երեխաները իմ ներքին հոգու տարիքը չմեծացրին, բայց տվեցին շատ համբերություն, տվեցին իմաստություն, տվեցին անձնազոհություն, ես հասկացա, որ պետքա շատ տաս, որ ստանաս, եւ Տերն երևի թե ես ինչ որ բաներ ճիշտ եմ անում այսօր, որ կյանքն ինձ այդ հնարավորությունը տվեց համատեղելու, որտեվ ես առանց իմ սիրված աշխատանքի չեմ կարող ապրել։ Ես ունեցել եմ այդ տարիները, 7 տարիներ, երբ որ ծնվեց իմ առաջնեկը Տաթևը, տեսահոլովակ նկարահանելը եւ նվիրելը առաջնեկին աղջնակի, դա դեռ այն չի, որ դու քո անընդհատ քո սիրած գործի մեջ չես։ Ես շնորհակալ եմ եւ նորից ասում եմ, որ ես ունեմ այդ հնարավորությունը համատեղելու սիրված գործը եւ ընտանիքը։ Բայց այստեղ մի ուրիշ բան է գալիս, այդ երևի իմ խոսելու մեջ մի քիչ ագրեսիվ նոտաներ ես զգացել, Ամանլյա ջան, եւ այդ հարցը տալիս ես, որ հիմա ունես այդ, բայց քո գործով չես կարողանում լիարժեք զբաղվել, այո, իմ մեջ նույնիսկ պրոտեստ կա, բայց դա գիտեք ինչից է, որովհետեւ իմ մեջ կա այնքան պոտենցիալ, որը դեռ իմ մեջ է եւ ես դա դուրս չեմ հանել։ Ես այնքան մտքեր ունեմ իմ երկարվեստի հետ կապված, ես այնքան բաներ կարող եմ դեռ անել ու չի ստացվում, որտեվ ես այսօր ունեմ ժամանակի խնդիր։ Հիմա ես Շանթինել նշեցի, իմ ժամանակի 80%-ը գնում է իմ երեխաների վրա, բայց այդպես չպիտի լինի։ Բայց դա երջանկություն չի։ Դա երջանկություն է, ընդհանուր առմամբ երջանկություն է, բայց իմ նման իմ տեսակի կնոջ համար դա նաև դժբախտություն է։ Երեխաները չէ, ժամանակի չլինելու պահն եմ ասում։ Ինչ իմաստով, որովհետև դու այդ քո մեջ sense այդ ամեն ինչը ապրում է, դու ուզում ես այդ երգերի տեսքով դուրս հանես քո մեջից, գնաս այս համերգին, այն համերգին, այդ էներգիայի փոխանցումը դու հանդիսատեսը քեզ ու մտքերդ, որոնք որ դեռ sense քո մեջ եփում են, բայց չես կարող։ Ես թերանում եմ մի շատ կարևոր բանում ու հիմա կբարձրաձայնեմ այս մասին, երբեք չեմ ասել։ Շատ ճիշտ խոսքեր հնչեցրեցիր։ Ես այդ առումով մի քիչ վատն եմ, որովհետև ես չեմ կարողանում լիարժեք երջանիկ զգալ ինձ, իսկապես ունենալով այդ ամենը։ Այստեղ, այսօր, այս պահին պետք է ունակ լինել, վայելել եւ երջանիկ զգալ։ Ես անընդհատ մտածում եմ, էլ ինչ պետք է անեմ։ Ես անընդհատ մտածում եմ, որ ես քիչ է, էլի ա բաներ պետք։
Եվ դա դիսբալանս է տալիս։ Քո կյանքում եղել է փուլ, երբ դու կարողացել ես ապրել այս պահին։ Այո։ Եղել են, նույնիսկ շատ պահեր են եղել, որ ես վայելել եմ, սենց ամեն մի բջիջս այդ ներկայով է ապրել, լցված, սենց շատ երջանիկ, անեացած։ Բայց դա քիչ, իհարկե դա շատ չի տևում։ Երբ են եղել այդ շրջանները։ 2000-ականներին, այսինքն 2003-ից մինչև 2010 թվականները, երբ որ ես այսպես ամբողջությամբ նվիրվել էի իմ աշխատանքին, ստեղծագործական կյանքին։ Իմ հարցազրույցներում ես նկատում եմ, որ որոշակի բաներ փոխվեցին այն բանից հետո, երբ ես ինքս սկսեցի զգալ հասարակության ուշադրությունը, շատ դեպքերում սերը, այսինքն երբ ես լրագրող էի, որը աշխատում էր կադրից դուրս, շատ հարցերի կարող էի այլ կերպ նայեի, երբ ես դարձա մարդ, որը էլի որոշակիորեն հայտնիություն ունի, ուշադրություն եւ այլն, շատ հարցերից սկսեցի այլ կերպ նայել։ Ես երբեք չէի պատկերացնի, որ երբեմն անծանոթ մարդիկ քեզ կարող է ավելի մեծ ուժ ու էներգիա տան, քան քո շրջապատում մարդիկ, որոնք հենց քո միջավայրում են։ Համաձայն եմ։ Արդյոք դու երբեմն այ վիտամինի պես հենց դրա պակասը չես զգում, որ քեզ թույլ չի տալիս, այսինքն երբեմն հենց այդ անծանոթ մարդիկ կարող են դառնալ քո ամենահարազատ մարդիկ, որոնց հետ կապդ կտրվում է ու դու միջավայրում չես գտնում այն ջերմությունը, որը կարող է անծանոթ մի մարդ քեզ տալ։ Ի սկզբանե հանրային մարդիկ ունեն այդպիսի հատկություն, երբ որ երգչուհին, երգիչը, արվեստի մարդը այս դեպքում կապ չունի, հանրային մարդը իր կյանքում այնքանով երջանիկ է լինում, որ զգում է ժողովրդի սերը, ժողովրդի հարգանքը, ուշադրությունը։ Ես չեմ հավատում, որ որևիցե մեկը իր կամքով կհրաժարվի այդ ամենից, որտեվ այդ շատ գայթակղիչ է, հիվանդության նման մի բան է։ Ինքը վիտամին է, ինքը թմրանյութ է, ինչպես կուզեք անվանեք։ Ես թմրանյութ չուզեցի ասել, բայց իսկապես կան դեպքեր, որ թմրանյութ է, որ նույնիսկ դու ասենք ունես այն ինչի մասին երազես, բայց դու այնտեղ ես ուզում գնաս մեկա։ Գոնե ժամանակ առ ժամանակ։ Այդ ինչից է գալիս։ Ես այդ հարցի պատասխանը գտել եմ։ Մարդիկ իրականում իրանք մարդ չեն, իրանք էներգիա են։ Ես իմ էներգետիկան ունեմ, դու քոնը, մյուսը եւ այլն։ Իրենք շատ տարբեր են։ Եվ եթե դու ունես փոքրիկ շնորհ, ես իմ երգերի տեսքով, հեղինակային երգերի եւ ոչ միայն, ես իմ ձայնով մարդկանց էներգիա եմ տալիս։ Դուք գիտեք ինձ համար ինչ թանկ է մի նախադասություն, որը ես ունեցել եմ ինձ ասված այդ համերգների ժամանակ։ Տարիքով կին ինձ մոտեցավ մոտ 70 տարեկան եւ երիտասարդ սերնդից չէ, ինքը կարող էր ինձ ընդհանրապես չհավանել եւ չլսել իմ երգերը։ Գրկեց եւ ասեց Հասմիկ ջան, ես երբ որ այդ հիշում եմ, շաքաղում եմ, ասեց ես գալիս եմ քո համերգներին, գիտես ինչի համար։ Ասեց ես մաքրվում եմ։ Ոնց ասեց քո ձայնը իմ հոգին մաքրում է։ Ասենք ես հիմա շաքարում եմ, ամենաժան եւ չեմ հիմա ասում, որպեսզի ասեմ, ես չէի կարողանում խոսել։ Լուրջ, ես երևի 3 րոպե չէի խոսում։ Այդ կինը դից թողեց ինձ այդ հետքը։ Ասենք ով եմ ես, որ ես մաքրեմ այդ կնոջ հոգին, ով եմ, փոքրիկ շնորհն եմ, երգեր եմ գրում, երգում եմ, ձայնագրում եմ։ Ու այդ օրը ես հասկացա, որ ես ինչ-որ բաներ հաստատ ճիշտ եմ անում, որ չեմ հրաժարվում, թեկուզ անուն ընտանիքի։ Դա արդեն այն ժամանակ էր, երբ դու ունեիր քո ընտանիքը։ Այո, վերջին մի 2 տարի առաջ, մոտ 5 տարի շատ ակտիվ եմ, նվագախումբ ունեմ եւ ես իմ մոտ հոգուսով էր սկսվել, երբ որ ես բեմ դուրս չէի գալիս։ Ես այնքան ուրախ էի, որ սկսեցի բալիկներս այսպես հերթով ծնվում են եւ այլն։ Ես ասեցի, սա ինձ համար փորձություն է։ Ես հիմա կհասկանամ, ես ինքս ինձ համար այդպիսի իլյուզիա եմ ստեղծել, որ բեմը իմն է, երկարվեստը իմն է, չէ՞ որ կան ուղղակի ինչ որ արհեստական մարդիկ, ովքեր դա անում են
ուղակի անելու եւ պոպուլար դառնալու համար, բայց կան մարդիկ, որ այդ իրանց առաքելությունն է, կան մարդիկ, որ առանց դրա իրոք չեն կարող ապրել։ Կարող ուրիշները ասեն, ու էս Հասմիկ ինչ է խոսում, ասենք ինչ է խոսում, ինչա այդքան մեծ նշանակություն տալի, բայց հասկանում եք, Աստված ուրեմն դա ինձ տվել է, ես չեմ կարողացել առանց դրա ապրել։ Ընտանիքս չի լցրել այդ բացը։ Հիմա հասկանում եք, ես ինչ ազնիվ եմ ու ձևեր չեմ թափում։ Ու այդ կինը, որ ինձ այդ ասել է, ես ամեն անգամ այդ հիշելուց չգիտեմ իմ հետ ինչա կատարվում, որտեղ ես ինձ այդքան բարձր երբեք չեմ համարել, որ ես մարդկանց հոգի մաքրեմ կամ իմ ձայնը այդ կարգի թեկուզ մի հոգու վրա ներազդեցություն ունենար Ամալա ջան։ Ու ես այդ օրը շատ մտածեցի ու գնացի տուն ասի, չէ Աստված ջան, երևի թե ես ճիշտ եմ անում։ Եվ ի վերջո ոչինչ պատահական մեզ չի ասում, երբեմն դիեզերքը մեզ ուղարկում է ազդակներ, թե մենք ինչ պիտի անենք ու ինչու պիտի անենք։ Նշաններ միշտ եղել են իմ կյանքում, շատ։ Դու հիմա շատ կարոտում ես քո գործունեությունը շոու բիզնեսում, բայց իրականում շոու բիզնեսի պատկերը հիմա շատ ուրիշ է։ Հնարավոր է դու ընտանիք չունենայիր եւ մնայիր կարիերայի մեջ ու կրկնակի դեպրեսիա ապրեիր, որովհետեւ այն կյանքը, որին դու սովորես, միևնույն է չկա։ Չէ, իսկապես նույն համերգային շրջագայություններ, ինտենսիվ ժամանակաշրջան եւ այլն, շատ բան է փոխվել։ Թեպետ այս տարի փորձ է արվում վերականգնել որոշակի մրցանակաբաշխություններ եւ այլն, որոնք շունչ ու կյանք էին տալիս շոու բիզնեսին, ու թեպետ ժամանակին դրանք շատ մեծ լարվածություններ էին ստեղծում, բայց անկախ ամեն ինչից դա շնչառությունն էր շոու բիզնեսի, որը երկար տարիներ լռեց։ Ժամանակին, երբ դուք այդ ամեն ինչի թեժ թողուբոհի մեջ էիք, դու միշտ ակտիվ գործունեություն ես ծավալել, ակտիվ երգեր տեսահոլովակներ էիր թողարկում, բայց ես հիշում եմ, որ մրցանակաբաշխությունների ժամանակ դու կարծես նոմինացվում էիր, բայց շատ հաճախ մնում էիր լուսանցքից այն կողմ։ Նույնիսկ այն տարին, երբ դու ստացար տարվա լավագույն երգչուհի, դա ըստ էության լիարժեք ոչ քո ոչ Էմիի մրցանակը դարձավ։ Դուք երկուսով կիսեցիք այդ տարվա մրցանակը։ Այո, հիշում եմ, շատ լավ։ Դրանից սրտնեղում էիր։ Հիմա շատ-շատերի համար տարօրինակ թվային պատասխանը, ես դրանում վստահ եմ, որովհետև մարդկային յուրաքանչյուր տեսակ չի, որ կհասկանա իմ խոսքերը եւ կընկալի այնպես, ինչպես որ կա, եւ ինձ ավելի լավ կճանաչեն ու կհավատան, որ ես իրոք չեմ կեղծում, ես այդպիսին եմ, այդպիսին էի այն ժամանակ։ Ես ինձ վատ էի զգում, Ամալա ջան, որ այդ մրցանակը ինձ էլ են տվել, որովհետև իմ ինքնագնահատականը այնքան ցածր էր այն ժամանակ։ Ես այնքան պայքարների մեջ էի, որ ինքս իմ աչքերում ինձ բարձրացնեի որպես արվեստի մարդ, որպես երգչուհի, որպես հեղինակ կատարող։ Ես դեռ փորձում էի ինքս ինձ հավատալ, որ ես կամ։ Ես վատ էի զգում։ Ես շատ վատ զգացի, որ այդ մրցանակը կիսեցին, ոչ թե այդ իմ մրցանակն էր Էմի հետ։ Ես ասում եմ, ինչի Էմի, ինչ տվեցին ինձ եւ իմ հետ կիսեցին։ Եվ դրա վկանը իմ քույրիկը, որը այդ ժամանակ ինձ հետ էր եւ կուլիսների հետևում, ես այսպես այլայլված դեմքով, ես ինձ վատ էի զգում։ Ես արդարանում էի մարդկանց առաջ, որ վայ, ինչի ինձ տվեցին, ես կանգնած բոլորի առաջ անկախ ինձանից արդարանում էի։ Այդ բնավորության գծի մասին շատ է խոսվել։ Նույն իմ ընկերներն են եւ գոլեգաներն են ինձ միշտ սաստել, ասել են Հասմիկ հերիք է արդարանաս բաների մասին, որոնց համար դու չպիտի արդարանաս, դա ճիշտ է, դա այդպես էլ պիտի լիներ։ Ես այդ օրը շատ բուռն էմոցիաներ ունեցա ու ես ինձ մեղավոր էի զգում։ Հետո դա իհարկե անցավ, որտեվ իմ հետ խոսեցին մարդիկ, ովքեր որ հասկացրին ինձ, որ դա այդպես էլ պիտի լիներ ու դու արժանի ես դրան։ Նույն Էմին, սկսեմ MK-ից, որին շատ սիրում եմ եւ ողջուններս եմ ուղարկում, բայց իմ զգացողությունը այդ պահին շատերին, եթե ես այս տեքստը բեմից ասեի, կթվային ես խաղ եմ խաղում, բայց հիմա արդեն ասում եմ, ես ինձ մեղավոր եմ զգում։ Էմին ես էլ եմ ողջունում, Էմին շատ եմ սիրում։ Նմանապես։ Ու
իր ռեակցիաները երբեմն շատ բուրն էին ու հիմա երբ մենք Էմիին շատ ավելի խորը ճանաչում ենք ու իր անկեղծությունը, իր ռեակցիաները շատ ավելի այլ կերպ ենք ընկալում իր ցանկացած ասած խոսք։ Օրինակ ես հիմա Էմիի նույն խոսքը այդ ժամանակվա այլ կերպ եմ ընկալում, այն ժամանակ այլ կերպ էի ընկալել, որովհետև հիմա երբ Էմիին իր բոլոր գույներով ճանաչում ես, հասկանում ես, որ իր սիրտը շատ մաքուր է, բայց լեզուն երբեմն կարող է սուր լինել։ Դե այտենց մարդիկ նույնիսկ հետաքրքիր են իրականում։ Իհարկե, ու այդ պահին երբ ինքը մի փոքր սուր էր արտահայտվել, դա գուցե քեզ էլ ուղված չէր, այլ ինքն էլ որպես երգչուհի իսկապես արժանի էր լինելու տարվա լավագույն երգչուհի, որը այդպես էլ չունեցավ ու իր արձագանքը այդ պահին շատ սուր էր։ Դու այդ պահին վիրավորվել էիր։ Ոչ, ես չէի վիրավորվել, ասեմ ինչու։ Անկախ քո արդարանալու ցանկությունից։ Արդարանալու ցանկությունը դա ես նույնիսկ շատ բացասական բան եմ համարում։ Այսօր արդեն ես կարող եմ ասել, որ պարզապես օй Երանի ես այդ տեսակը չլինեի։ Ոնց հիմա եմ այդ լինեի, բայց դա չի նշանակում, որ ես սուր կարտահայտվեի հակահարված, հակառակը ես կլռեի, բայց ես չէի արդարանա։ Միայն այդ տարբերությամբ ես չեմ սիրում կոնֆլիկտ, ես չեմ սիրում լեզվակռիվ, մասնավորապես նմանատիպ նուրբ ոլորտներում։ Ես ի սկզբանե կարծում եմ, որ մրցանակաբաշխությունները, եթե այսպես գլոբալ առումով վերցնեմ, սխալ երևույթներ են։ Ինչու՞։ Որտեվ քանի որ ես ինքս ինձ չեմ վախենա համարել սամառոդիկ, դրա հայերեն տարբերակը չեմ կարողացել գտնել առ այսօր, բայց այդ սամառոդիկ բառը ինձ միշտ դուր է եկել եւ ինձ եմ դա վերագրել։ Ինչու՞։ Որտեվ ինձ ոչ ոք չի ուղղորդել, թե ես ինչ երգ գրեմ, ինչ մեղեդի ստեղծեմ, ես չեմ մտածել։ Իմ մեղեդիները եկած ծնված մեղեդիներ են, որոնց վրա խոսքեր են գրվել, թե իմ կողմից, թե իմ գոլեգաների, Ավետ Բարսեղյան, Վարդան Զադոյան, մարդիկ, ովքեր միշտ ինձ աջակցել են եւ իմ կողքին են եղել, իմ ընկերներն են։ Բայց ես իմ տեսակով ինձ համարում եմ սամառոդիկ, այսինքն մարդ ով ունի իր աշխարհը, իր արվեստի մեջ ունի իր ուրույն ձեռագիրը, ունի իր ուրույն հնչողությունը։ Նույնը կարող եմ ասել շատ ու շատ երգիչ-երգչուհիների կամ հեղինակների մասին, որոնց չես շփոթի ոչ մի ուրիշ կատարողի հետ։ Թող անհամես թվա, թող անպագորգոր թվա, բայց ես թե մարդ տեսակով, թե կին տեսակով, թե աղջիկ տեսակով, թե որպես հեղինակ, ես սամառոդիկ եմ։ Ես դրան եկել եմ։ Նույնիսկ իմ ապրելակերպով, նույնիսկ իմ դրսևորումներով, ես նման չեմ ոչ մեկի։ Դա եղել է մանկապարտեզից։ Մի բան ասեմ, արդեն կհամոզվեք, ես այն աղջիկն եմ եղել, աղջնակը, որը փոքր ժամանակ առաջինը սեր է խոստովանել մի տղայի, որին սիրահարված է եղել։ Ես դա արել եմ։ Ու երբ 80-ական թվականներին։ Ասենք մի հատ մտածեք այդ մասին։ Դա չի նշանակում, որ ես արդեն տարբեր բնությամբ ինչ-որ մի հատ սենց անձ եմ ծնվել այս կյանք։ Չգիտեմ։ Հետո արդեն մնացած ամեն ինչերով դա ապացուցվել է։ Նախ ես ինքս իմ համար եմ դրանում համոզվել, հետո մարդկանց եմ համոզել։ Այդ խոսակցությունները, որ եղան, իհարկե շատ վատ զգացի։ Ես կցանկանայի կամ Էմին ստանա, կամ ես։ Այսինքն կիսել եւ այլն, բայց ժյուրիի որոշումն էր դա, մարդիկ մտածել են, հասկացել են, որ ես ունեմ անցած ճանապարհ, Էմին էլ վառ արժանի ներկա գործող երգչուհի է, որը նույնպես արժանի է։ Բայց իմ բախտը բերեց, որ հենց անմիջապես այդ ամեն ինչից հետո մենք հրավեր ստացանք Թեհրան մեկնելու Թեհրանը հայ համայնքի հրավերով։ Ես, Գարիկը, Արամը MP3 եւ Էմին եւ Mr. X-ը 5 հոգով ենք։ Մենք պետք է համատեղ համերգ տանք։ Եվ ինչքան լավ էր, որ մենք ես եւ Էմին մնացինք մենակ այնտեղ, առանց այդ մրցանակաբաշխության, առանց այդ ժյուրիների, ամեն ինչի այդ որոշումների, որտեղ ինչպես նշեցի, մրցանակաբաշխությունը իմ համար սխալ երևույթ է, որտեղ ամեն մեկը մի գույն է, մի երանգ է։ Ոչ ոք չի ասել, որ դու ես լավը կամ դու ես վատը։ Ժողովուրդը սիրում է, ոչ։ Բայց լավ էր, որ մենք միասին ապրում ենք նույն տանը, ես եւ Էմին, միասին էինք մնում եւ մենք սկսեցինք շփվել։ Մինչ մրցանակաբաշխությունը ես հանդիպել էի Էմին, ինչ-որ տարբեր վայրերում, համերգների եւ այլն, բայց մենք չենք ճանաչել իրար, մենք չենք հասցրել իրար ճանաչել։
Այնքան թեթևություն եկավ ինձ վրա, որովհետև ես Էմի շատ սիրեցի իր հետ շփվելուց ու այդ մրցանակաբաշխության վրա մենք ծիծաղում էինք վերջում, մենք այն որ հումորներ էինք անում, մենք իրար ձեռ էինք առնում, մեր ռեակցիաները եւ այլն, այն որ այդ շրջագայությունը այսպես հաշտեց մեզ լիարժեք եւ մենք ուրիշ լրիվ հարաբերության մեջ մտերիմ եկանք Հայաստան։ Կար որոշակի լարվածություն, թեկուզ հեռակա, ու դու իմանում ես, որ դու եւ Էմին պետք է մեկնեք համատեղ շրջագայության, պետք է ապրեք նույն տանը։ Դու մտավախություն ունեիր մինչև շրջագայությունը, ինչպես է անցնելու ամեն բան։ Ես քանի որ շատ շփվող մարդ եմ եւ մերվող, ես յուրաքանչյուր մարդկային տեսակների հետ շփվել եմ, լեզու եմ գտել, հասկացել եմ, արդարացրել եմ եւ նույնիսկ պաշտպանել եմ։ Ես այդպիսի մարդ եմ եւ ինձ շատ ու շատ հոգեբաններ իմ հետ շփվելուց հետո ասել են, որ եթե ես զարգացնեմ իմ մեջ այդ հատկությունը, մարդկանց հասկանալու, խրախուսելու, համոզելու, դա ինձ մոտ շատ լավ կստացվի։ Շատ են ասել, մի անգամ չեն ասել։ Ուղղակի ես անտեսում եմ իմ տեսակի այդ մասը, ես անտեսում եմ, չեմ ուզում խորանալ։ Ես իմ միակ մտավախությունը այն էր, որ ես չկարողանամ, ինքը թույլ չտա, որ ես մտերմանամ, ավելի մոտ գամ, որ ես ունենամ այն զրույցները, որոնք ուզում եմ իրեն ասեմ, որ անձնապես ոչ մի լարվածություն չունեմ իր հանդեպ։ Բայց թույլ տվեց Էման եւ ես շատ ուրախացա։ Հասմիկ, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար։ Ու ես ուղղակի ուզում եմ քեզ մաղթել, որպեսզի դու կյանքի ցանկացած փուլում կարողանաս գալ հենց այդ պահի գույները, որովհետև դու ինքդ շատ գունավոր մարդ ես, ուզում եմ տեսնես կյանքիդ գույները հենց այդ փուլում ու վայելես այդ գույները, որովհետև միշտ ներկայում էլ մենք շատ վառ գունապնակ ունենք։ Այո, եւ բարձր գնահատեմ հենց այդ ներկան։ Շնորհակալ եմ Ամալիա ջան։ Հետևեք Live-room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։ Սերը բուժեց։